Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է այսօրվա իմ զրուցակիցը կոնցեռն դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր միջազգային իրավունքի մասնագետ փաստաբան Արամ Նորբելյանը, շնորհակալ եմ պարոն Նորբելյան հրավերս ընդունելու համար։ Պարոն Նորբելյան, երեկոյանից արդեն ոնց որ քարոզարշավը մի քիչ այլ փուլ է մտնում, հա։ Նիկոլ Փաշինյանի մոտ ակնհայտ արդեն հիստերիկ դրսևորումներ են, սրացումներ են, հա, հաթաթաներ է տալիս արդեն տևական ժամանակ, իհարկե շատերը չեն հետևում նրա մարզային այցերին, բայց մարզային այցերի ելույթներում եւս, հա, ամենակոպիտ գրեհիկ բառապաշարով, հա, արտահայտվելով քաղաքական հակառակորդների մասին բաշիբոզուկներ եւ այլն, ինչ ասեք, հա, արտահայտություններ, երեք արդեն նա, այսպես ասած, հատկապես սրվեց նրա մոտ, երբ որ Ռոբերտ Քոչարյանը նրան անվանեց համբալ, ասելով, որ ինչ ես ուզում մեր ազգային ինքնությունից, այ համբալ, հիմա։ Նախ ինչպես է գնահատում ընթացքը, ինչու են այս դրսևորումները, այս սրացումները լինում, ՔՊ-ի մոտ ոնց որ թե իրենց ներկայացնելու վիճակը շատ լավ է, այսպես սահմանադրական մեծամասնություն են ստանում, ինչ է պատահել։ Բարի երեկո, շնորհակալություն հրավերի համար։ Ինչի են այսպես, իրականում ես մի քիչ այլ կարծիք ունեմ, իրենց մոտ միշտ էլ այսպես է եղել։ Եթե մենք դիտարկենք վերջին 5-8 տարին, հա, եւ դրան նախորդող ամբողջ ժամանակահատվածը, բառամթերքի, բառապաշարի այտենց էական փոփոխություն չի եղել, ուղղակի պարբերաբար, եթե նայենք, այտենց սրացումներ այլնում, պարբերաբար ձևակերպումներ այլնում, եթե երեկվա այսօրվա ձևակերպումները քաղաքական հակառակորդներին էր ուղղված, մի ամիս չի անցել, երբ որ քաղաքացիներին էր շունշանգել անվանել, ովքեր գնալու են քվեարկելու են համապատասխան կուսակցություններին, եւ երբ որ դիմում են ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որովհետեւ ի տարբերություն մնացած բոլորի ինքը շարունակում է լինել պաշտոնատար անձ եւ կաշկանդված է պաշտոնատար անձի էթիկայի կանոնագրքով եւ բոլորն կարող են հիշել, քանի անգամ է արձանագրել, որ չէ, այսօրվանից էլ մենք վիրավորական դաշտից դուրս են գալիս։ Երբ որ ամեն անգամ իր Facebook-յան էջը հասնում է այն սահմանին, որ պետքա փակվի, ասում է, չէ, այսօրվանից որոշել եմ, էլ ես ճիշտ եմ ապրելու եւ այդ բառապաշարը չեմ օգտագործելու պայմանական ասած։ Հիմա ինչի են նման ձևակերպումներ օգտագործում, կդժվարանամ ասեմ, չեմ բացառում, որ որոշակի դաշտում ակնկալիք ունեն կամ ենթադրություն ունեն, որ քաղաքացիների մոտ դա կարող է դրական արդյունքներ տալ, որոշ քաղաքացիների մոտ, իմ կարծիքով սխալ։ Ես ինքս քաղաքագետ եւ քաղտեխնոլոգ չեմ, բայց չեմ կարծում, որ այն որ հայ ժողովուրդը հենց դրա համար պետք է գնան քվեարկեն։ Կարող է դիտումներ ավելացնեն, կարող է լայքեր, շեյրեր եւ այլ նման գործիքներ, բայց ինքնին միայն տենց ինչ որ վիրավորական բառապաշարով խոսելու համար, որ պետք է քվեարկություն անեն, չեմ տեսնում նման հնարավորությունը։ Ինչի են նման բաներ անում, ենթադրում եմ ուրիշ օրակարգային հարց չկա, որովհետեւ ամենավերջին բանը, ամենավերջին թեմաներից մեկը 5000-ը պետք է պատասխան տա կամ 5000 զոհերի թվերի մասին։ Լավ, ինքն էր, չէ, որ ասում էր 4000 ներողություն եմ խնդրում բոլորից, էլի պլյուս-մինուս 50։ Հիմա քանի տարի է անցել, ցուցակ չի հրապարակված, հստակ պաշտոնական տեղեկատվություն չկա, հանձնաժողովի եզրակացություն հստակ թվերով չի հրապարակված եւ կան տարբեր թվեր։ Հիմա քաղաքական գործիչները օգտագործում են այդ թվերից որևէ մեկը, 5 կլինի, 4 կլինի, 3 կլինի, ես կցանկանայի, որ դա 0 լիներ, հա, բայց տվյալ հրապարակելու գործիքը իր ձեռքում է, պաշտոնական տեղեկատվությունը իր ձեռքում է, լավ, իրենց կողմից ինչ որ թիվը նույնպես հրապարակված չի, որ միատեսակ լինի, մի քանի անգամ թվեր են հրապարակել ու դրանք իրար հակասում են։ Հիմա, եթե մարդիկ գիտնեն, որ ինքը քրոնիկ շուրտասան է, ու դա ապացուցված է ոչ մի անգամ, այսինքն երբ որ բառացիորեն ամբիոնից ինչ որ բան է ասել, հետո ասում են, բայց դուք sense բան եք ասել, ասում եմ չեմ ասել, դրա համար նրա ասած թվերին ոչ մեկը չի հավատում։ Կամ ասում են ժամանակ sense էի մտածել։ Այդ մտածելը հələ կարող է, էլի ուրիշ ձև մտածել, չմտածել, բան ասում, բարձ տեքստով բան ասում են, հերթական անգամ երբ որ վիրավորական բառապաշար էր օգտագործել, լրագրողները ասում են, այս բառերն եք օգտագործել, ասում են, ո՞նց, ես տենց բան չեմ ասել։ Ասում են բառացի, ասում են, չէ, երևի իմաստն են այդ եղել, ասում են, չէ, ուղղակիորեն օգտագործել եք հենց այդ բառերը։ Դա գիտեն որ խրոնիկ։ Հիմա դրա համար էլ է, հիմա ինչի է նման ձև, նման մոտեցում ցուցաբերում, դա չեմ կարող ասել, բայց դա իմ կարծիքով հոգեբաններ էլ չէ, հոգեբուժների դաշտում է, որովհետև երբ որ ես մասնավոր զրույցներում, ինքս մասնագետ չեմ, հոգեբուժ չեմ, բժիշկ չեմ, բայց երբ որ ես մասնագետների հետ ոչ պաշտոնական դաշտում խորհրդակցում եմ, հարցնում եմ այս վարքագիծը, ասում են, որ վառ արտահայտված
շիզոֆրենիայի տարրեր են։ Հիմա ես ինքս կրկնում եմ, մասնագետ չեմ, բայց ասում են այդ որ աշխերը ողում է այդ բանը, այդ ուտելու անհագ ցանկությունը, մտքից միտք թռնելը, ամբողջական մտքեր չարտահայտելը։ Բայց կարող են գոնե ցույց չտալ, չէ՞, օրինակ ուր գնում է ինչ որ բան է ուտում ու այդ փնտի բանը կարող են գոնե ցույց չտալ։ Չէ, չեն կարող, ասում եմ, որովհետեւ մասնագետները ասում են, որ դա բանով ձևական չեմ ասում, սա պայմանական չեմ ասում, բժշկական տերմինոլոգիայով ասում են, որ դա շիզոֆրենիայի արտահայտման ձևերն են։ Հիմա ես չեմ կարող ասել նրա մոտ կա, չկա, ինչ ձև կա, ինչ չափով կա, որովհետեւ դրա համար ամեն դեպքում փորձաքննություն պետք է անցնի եւ մասնագետները կարող են կարծիք արտահայտել, բայց ուղղակիորեն, ասում եմ նորից, մասնագետների հետ երբ որ խորհրդակցում ենք, ասում են, երբ որ ու ցանկացած մարդ կարող է բացի ասի շիզոֆրենիայի արտահայտման, հա, ոնց է արտահայտվում այդ ձևերն են, այսինքն այդ անհագ ուտելու ցանկությունը, մտքից միտ թռնելը, կպչուն մտքերը, փրկիչի սինդրոմը, ուրեմն ուշադրություն ունեք, աչքերը անընդհատ փախնում են, ինչ որ ոչ միտեղ սևեռելու հնարավորություն չունի։ Այ եւ այլն, ինչ որ մի շարք սինդրոմներ կա, այդ մարմնի կառուցվածքի հետ կախված որոշակի, հա, ճարպակալումը ոնց է տեղի ունենում եւ այլն, բոլոր պարամետրերով ասում են, որ դա բնորոշ է համապատասխան հիվանդություններին։ Եթե դա այդպես է, ուրեմն ձեր հարցին պատասխանեմ չի կարող ցույց չտալ, որովհետեւ դա ոչ թե դրա պատճառով է, որ ինքը ինչ որ դերի մեջ է, այլ դա ուղղակիորեն կախված է հիվանդությամբ։ Բայց Սաակաշվիլին էլ փողկապներ ուտում, բայց քանի որ նորից վերադառնալով ես ինքս չլինելով հոգեբուժ եւ ավելին չլինելով բժիշկ, ունեմ հա որոշակի գիտելիքներ, հա, ընդհանրապես բիոլոգիայից, բայց կենսաբանությունից, բայց չլինելով մասնագետ, ես դա չեմ ուզում դա քննարկեմ, բայց ինչի է դա արվում, կրկնում եմ, չգիտեմ։ Չեմ կարծում, որ դա քաղ տեխնոլոգիա է ամեն դեպքում, որովհետեւ եթե մենք նայում ենք, ասենք ինչա տեղի ունենում դաշտում, իրականում դա միայն իր մոտ է։ Այսինքն մնացած թիմի մասնակիցների մոտ նման ագրեսիվ դրսևորումներ ոնց որ թե չկան։ Հիմա չեմ կարող ասել, կարողական ես չեմ տեսել, բայց ըստ էության հիմնականում խոսվում է, որ մնացած բոլորը ավելի տենց հանգիստ ռեժիմի մեջ են, ավելին ոնց որ քննարկում են, որ պետք է մարդկանց հետ ավելի բարեկիրթ խոսել։ Հա, բայց օրինակ երբ որ ինքը ստահակ կամ համբալ է անվանում բոլոր նրանց, ովքեր ասում են 5000 զոհ, հա, հիմա այդ մարդիկ եթե շրջվեն ու նույն ձևով պատասխանեն, որ ստահակը դու ես եւ ստախոսն էլ համբալն էլ դու ես, որովհետեւ այսքան տարում 20 թվականից հետո բոլորը ասում են հրապարակիր զոհերի անվանացանկը։ Դա չես անում։ Վերադառնանք հիմա ավելի ֆունդամենտալ իրավական խնդրին։ Դա նրա անպատժելիության սինդրոմն է։ Իրականում ես մի քանի անգամ տարբեր հանգամանքներում ասել եմ, որ պարլամենտական համակարգը դա պետք չի շփոթել բացարձակ միապետության հետ։ Վարչապետը ընդամենը պաշտոնատար անձ է, ում ինչքան էլ տարօրինակ չլինի մարդիկ այդպես չպատկերացնեն, ում մանդատը ավելի ցածր է, քան падգամավորներին, որովհետև նրան ընտրում են падգամավորները։ Եթե նույնիսկ ինքը բարձր տոկոսով ընտրվում է, բայց նրան ընտրում են падգամավորները։ Առաջին ընտրվել խորհրդարանական երկիր։ Եվ դա է խորհրդարանական, եթե երկրի կոնցեպտը։ Եթե նույնիսկ լիներ նախագահական երկիր, դա միևնույնն է, նա ունենալու է ժողովրդական առաջնային մանդատ նախագահի դեպքում, բայց միևնույնն է, դա չի նշանակում, որ մնացած մարմիններից պետք է վեր լինի։ Մենք բազմաթիվ անգամ լսել եմ քննարկումներ, սահմանադրությունը այսպես, սահմանադրությունը այնպես, աշխատում չի աշխատում, չի բալանսավորում, ոնց է սուպեր վարչապետական համակարգ։ Համակարգը սահմանադրությամբ սուպեր վարչապետական չի։ Ուղղակի այն մնացած պաշտոնատար անձինք, ովքեր պետք է իրականացնեն իրենց գործառույթները, չեն իրականացնում։ Կներեք այդ թվում ընդդիմությունը։ Ես ընդդիմության գործիքը ընդդիմության առանձին կանդրադառնամ, հեսա մեկ գնամ ոչ քաղաքական մարմիններին, հետո կգան քաղաքական մարմիններին։ Ես բերեցի ձեզ օրինակը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում է ներկայացվել մի շարք անձանց կողմից, ասել են գիտեք ինչ, ասել է Շունշանգել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը պետք է ունի գործառույթ պաշտոնատար անձանց տարբեր պետական ծառայողների էթիկայի կանոններին հետևելու, նա կարծիք է հայտնել երկար, որտեղ փորձել է արդարացնել ինչի է այդ ինքը ասել Շունշանգել։ Ընդ որում, շատ կարևոր հանգամանք է։ Ինչ որ շատ երկար փորձել է ասի, որ ինչ որ ձայնագրություն կա քաղաքական ուժերից մեկի շրջանակներում արված, որտեղ մեկը մյուսին ասում է ինչ Շունշանգել կա, ձեր մոտ գրանցել եք։ Ընդ որում չի ասում ով որ մեզ ընտրի մեր բոլոր Շունշանգելները, այսինքն դա շատ հստակ կենցաղային մակարդակի զրույց։ Ընդունենք ճիշտ է, ընդունենք այդ ձայնագրությունը կատարված է այդ բանի կողմից, որտեղ ամեղության կանխավար կահաց քրեական գործեր եւ այլն, կողք եմ թողնում այդ ամբողջը։
Դա միևնույնն է, պաշտոնատար անձին իրավունք չի տալիս ինձ վիրավորելու։ Եթե նույնիսկ ինչ որ մեկը ինձ վիրավորել է կամ չի վիրավորել։ Այսինքն սա շատ ֆունդամենտալ խնդիր է, բայց հանձնաժողովը երկար բացատրում է քաղաքական դիսկուրսի դաշտ, ասում է ոչինչ, նորմալ է, որ քեզ վիրավորում է, որ եթե դու որոշել ես այդ երեք ուժերից մեկին գնաս քվեարկես, դու դե շունչ անգալ ես, քեզ ասել է ոչինչ, դե դիմացի ինչ անենք, նորմալ գործընթաց է։ Դա նորմալ գործընթաց չի։ Դատախազը ով ունի շատ ավելի բարձր լեգիտիմացման աստիճան, քան վարչապետը 3/5-ով են ընտրում ազգային ժողովին, նրան 51%-ն է, քեզից ավելին։ Պետք է կարողանա իրականացնել իր ապաքաղաքական գործառույթը։ Բացում ենք դատախազության կայքը եւ տեսնում ենք քաղաքական կոնտենտ։ Հայց ենք ներկայացրել այս անձի բարեկամի նկատմամբ։ Չի էլ ասում եմ բռնագանձել ենք, հայց ենք ներկայացրել։ Այս ինչից պահանջում ենք, այս ինչ գումարի բռնագանձում։ Այդ նույնն է, որ ես հիմա մեր փաստաբանական գրասենյակի կայքում ամեն մեկի դեմ հայց ներկայացնելու դնեմ գրեմ, ասեմ դու թափանցիկություն են ուզում ժողովուրդը, հայց ենք ներկայացրել ընդդեմ այս ինչի, հայց ենք ներկայացրել ընդդեմ այս ինչի։ Նաև բռնագանձման մասին գորոշումներ կա, նաև հաշտությունների մասին իմիտացիա, աշխատանքի իմիտացիա։ Քաղաքականացում, որովհետև եթե լիներ 3 հատ գործ ենք ուղարկել դատարան մեղադրանքով, 4 հատ էս ինչ ենք արել։ Բոլոր նորությունների ճնշող մեծամասնությունը 70-80% վերաբերվում են ինչ որ գույքային հարցերին։ Կրկնում եմ, դատախազության կայքի մասին է խոսքը։ Մենք խոսում ենք, որ երկրում առնվազն ըստ պաշտոնական տվյալների խնդիրներ կա թմրամոլության տարածման հետ, բռնի հանցագործությունների աճի հետ։ Կայքում գույքային հարցերին է վերաբերվում։ Այսինքն դատախազությունը քաղաքականանում է, ինչի, որովհետև նախընտրական ամբողջ գործընթացը պետք է կառուցվի ինչ որ գույք բռնագանձելու հիման վրա։ Ես ներողություն եմ խնդրում, հիմա վերադառնանք օպոզիցիային։ Մի երկու օր առաջ քննարկում են գործընկերներից մեկի հետ օպոզիցիայի դերը, ասացի պատկերացրեք, որ նախորդ 5 տարին պարլամենտում ոչ թե գործող օպոզիցիան էր, այլ լոյալ օպոզիցիա էր։ Ու մոտավորապես ասենք Արամզավենիչը, որը օրինակ ասենք թե Նիկոլ Փաշինյանի բանն է։ Եվ ինչ ենք ունենալու։ Ինչ է, երկու հատ նմանատիպ ուժեր, ինչ ենք ունենալու։ Ինչ ունենալու ենք ավելի լավ վիճակ։ Բազմաթիվ հարցեր հնարավոր է եղել ինչ որ չափով լուծել, բայց չի հասել տրամաբանական ավարտին։ Հնարավոր է եղել սահմանադրական դատարան դիմել որոշ հարցերով, հնարավոր է եղել հարցերը բարձրացնել, հարցադրումներ անել, իմպիչմենտ անել եւ այլն, որովհետեւ այդ ելույթները, պարոն Օրբելյան, ես միշտ ընդդիմությանը ասել եմ պարլամենտական, ձեզնից լավ ելույթներ եւ հարցեր բարձրացնում են մեր տաղավարներում մասնագետները։ Դուք ոչ էքսպերտ եք, ոչ ինչա բան եք, այսինչա բան։ Դուք գործիչ եք, հետեւաբար ձերը պիտի լինի գործողություն։ Երկու, նայեք, ամբողջ խնդիրը էլի վերադառնանք պարլամենտարիզմի կոնցեպտին, այդ ամբիոնը, պարլամենտի ամբիոնը, կարևոր ամբիոններից մեկն է տաղավարի համչենք, տաղավարը ինչքան էլ կարևոր է, ես հասկանում եմ, բայց գործողություն եմ ակնկալում։ Կարող եմ ասել, կարող եմ արձանագրել, որ ընդդիմությունը, երբ որ ես նայում եմ 18-21 եւ 21-26, հա, 21-26-ի ընդդիմության աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի բարձր եմ գնահատում, բանի առումով, որովհետև երկու օպոզիցիոն ուժ է եղել, ռեալ օպոզիցիոն ուժ են եղել եւ ռեալ պայքարել են գործընթացի հետ։ Կարող են իմպիչմենտ անել, հնարավոր է, կարող են, հնարավոր է չէ։ Կարող են այլ գործընթացներ անել, հնարավոր է, կարող են, կարող է չէ։ Չեմ ուզում ասել, որ լավն են կամ վատն են։ Ընդհանրապես ուզում եմ ասեմ, տեսել ենք օպոզիցիա, բայց երբ որ մենք տեսնում ենք անընդհատ տարբեր, այսինքն այն հարցերը, որ ես բարձրացնում եմ հիմա, որ ասենք գլխավոր դատախազությունը քաղաքականացված է։ Այն, որ քննչական ծառայության պետը ակնհայտ սուտ է ասում ազգային ժողովում եւ դա արձանագրվում է, ֆիքսվում է, ուղղակի ինֆորմացիոն հեղեղի մեջ դա շատ հաճախ կորում է։ Բայց եւ գործողություններ կա, կրկնում եմ, դիմումները սահմանադրական դատարան, լսումները պարլամենտական, որ իրականացվել են եւ հարցերը բարձրացվել։ Օրինակ միջազգային հարթակներում կարող էին, ասենք, ԵԽՎ-նիստաբան եւ այլն ակցիաներ անեն։ Ակցիաներ անեն, հա։ Կարող էին ավելի շատ անեն, թե չէ, չեմ վիճում ձեզ հետ, որ կարող էին ավելի արդյունավետ լինել, չեմ վիճում։ Ցանկացած աշխատանքից ավելի արդյունավետ աշխատանք կա։ Խնդիրը ընդամենը հետեւյալի մասին է, որ տարբեր քաղաքական ուժեր, տարբեր դերերում, կառավարություն, օպոզիցիա պետք է սովորեն, որովհետև քաղաքական գործընթացները, գործիքները, ժամանակի տեխնոլոգիական զարգացումը բերում է որոշակի ճակերտավոր անուններ սովորելու ունակության, որովհետև եթե դու ունես նորմալ քաղաքական գործընթաց, երկխոսություն, քննարկում, այդ ժամանակ գիտելիքը իհարկե կարևոր է։ Մյուս դեպքերում, երբ որ ունենք տես մոտավորապես գործընկերս շատ հաճախ այդ սպին դիկտատուրա կոչվածը խափելա պետություններ օգտագործում Վրթանեսյան Կարենը, այսինքն այդ դեպքում ակցիաներն են աշխատում եւ կարելի է շատ ավելի արդյունավետ երևի աշխատել։ Բայց նորից վերադառնալով, օպոզիցիան մեկը որ ինչ որ դերակատարում ունեցել է, որտեղ եթե այդ օպոզիցիան ինչ-որ մենք այսօր շատ ավելի հեռու, շատ ավելի պրոբլեմատիկ դեպքում կնենք։ Ես սա որ ասում եմ, դա չի նշանակում ես դրական կողմերը չեմ տեսնում, որովհետեւ շատ դեպքերում այդ մասին խոսել եմ։
բարձրաձայնել ենք, բայց հիմա օրինակ տեսեք, բոլոր ընդդիմադիր ուժերը օբյեկտիվորեն հասարակության շրջանում գեներացնում են որոշակի ակնկալիքներ իշխանապողության վերաբերյալ, հիմա էլ, տվյալ դեպքում, բայց դա ենթադրում է նաև պատասխանատվություն հանրության նկատմամբ, իհարկե պատասխանատվությունը հատկապես լինելու է, գալու է, այսպես ասած, այդ օրը, նաև երբ որ արդեն արդյունքները ամփոփվեն, հասկանանք, թե ընդդիմությունը որքան ձայն է հավաքել, ինչ ներկայացվածություն է ունենալու ապագա պարլամենտում եւ այլն։ Բայց օրինակ ինձ հատկապես որ շատերին է դա մտահոգում, ենթադրենք ընդդիմության աստված մի արասցի ընդդիմության ծրագրերը չիրականանան եւ չկարողանան, օրինակ ասենք թե իրենք մեծամասնություն սահմանադրական մեծամասնություն միասնաբար ապահովել։ Ինչ հետաքրքիր է օրինակ այս դեպքում իրենք որտեվ դա էլ է պատասխանատվություն, որ այդ ուժերը օրինակ չվերցնեն այդ մանդատները։ Ինչ հետաքրքիր է, իրենք մանդատները վերցնելու են ու գնան պարլամենտում ու ասեն փորձեցինք, բայց չստացվեց, թե օրինակ պետք է հրաժարվեն դրանից եւ փողոցային process-ներ գեներացնեն, որովհետեւ արդեն իսկ լեգիտիմության հարցը սեղանին դրված է այս ընտրությունների։ Նայեք, հետեւյալ 3 մասի բաժանենք, էլի խնդիրը մի նախադասությամբ անդրադառնամ վերջին մտքի մի հատ բան ասեմ, որ ասեք ընդդիմությունն էլ չի իր դերը կատարում, ընդդիմությունն էլ իր դերը այնքանով չի կատարել, որովհետեւ կրկին սահմանադրությունը խեղվել է ընդդիմության դերի հետ կապված, այսինքն պաշտոնները ստանձնելու հետ կապված խախտումներ։ Հիմա ամենամեծ խնդիրը, որը կա, դա մանդատ ստանալ թե չստանալու հարցն է գալիս, մանդատ ընդունելությունը։ Հիմա օրինակ դա բոլորին հետաքրքրում է։ Ամբողջ խնդիրը հետեւյալի շուրջ է։ Կընդունեն, կվերցնեն մանդատները, չեն վերցնի մանդատները, ինչ կանեն, չեմ կարող գնահատել, որովհետեւ իրականում մի տարբերություն այսօրվա գործող իշխանության ես չեմ համարում ընդդիմությունը մեկ միասնական ինչ որ միավոր, որովհետեւ տարբեր քաղաքական ուժեր են։ Այս պահին ընտրությունների մասնակցում են 19 ուժ, 18 պայմանական ընդդիմադիր ասենք, որոնցից 4-5 պլյուս մինուս կարող են ռեալ շանս ունեն անցնելու, այսինքն ռեալ շանս ունեն պարլամենտում հայտնվելու առնվազն վերջին բոլոր սոցիոլոգիական հարցումների հիման վրա։ Եվ այդ 4-5-ի անցնելու դեպքում ակնհայտ է, որ մեծամասնություն են ձևավորելու, զուտ որովհետև անցողիկ շեմերը, որ գումարում ենք ինչքան ձայն չի գալիս, ուղղակիորեն ակնհայտ է դառնում, որ պարլամենտական մեծամասնություն ձևավորում են։ Հիմա ինչպես կհամագործակցեն ինչ ծավալով ինչ ձևով չեմ կարող ասել, բայց պատմականորեն երբ որ նայում ենք վերջին մի քանի տարիներում օրինակ թիմ ընտրությունների արդյունքներում համագործակցությունը, նույնիսկ իրար հետ լուրջ խնդիրներ ունեցող ընդդիմադիր ուժերը, անձնական մակարդակի շատ լուրջ խնդիրներ ունեցող, կարողանում են որոշ ձևով կող դնել այդ հակասությունները զուտ ոնց որ պետականամետ որոշման հասնելու, իշխանապողություն իրականացնելու համար։ Գյումրի օրինակը շատ տիպիկ է, ոնց են քվեարկել ընդդիմադիր ուժերը, ովքեր անձնական խնդիրներ ունեն, բայց ասեն չէ, պետք է իշխանապողություն լինի, դրա համար մենք կողք ենք դնում ամենաշատ ձայն հավաքածին կքվեարկեն քաղաքապետ լինելու համար։ Հիմա նայեք ինչ խնդիր է, ընդդիմությունը ինչ կանի, ես կդժվարանամ ասեմ եւ դժվարանում եմ նույնիսկ ասեմ ինչն է ճիշտ, բայց ես մի հատ կարևոր հանգամանք ուզում եմ ֆիքսեմ, որ մանդատները չվերցնելը լուծում չի լինելու, որովհետև մանդատներ չվերցրեցինք եւ ասենք հետո ինչ եղավ։ Այդ կրիզիսը ինքնին չի կրիզիս, էլի, այսինքն միշտ բանի հավի ձվի պատմության մեջ ենք հայտնվում։ Այսինքն մանդատները չվերցնելով քաղաքական ճգնաժամ չի առաջանալու։ Նայեք, առաջանալու է, բայց մենք միշտ հայտնվում ենք հավի ձվի պատմության մեջ։ Փողոցում լինի 100,000 մարդ, մենք դա անենք, որ 100,000 մարդ լինի եւ փակցիկը առաջանում միշտ։ Ամբողջ խնդիրը կայանում է հետեւյալում։ Մենք պետք է իրականում կարողանանք ինչ-որ մի փուլի վերադառնանք սահմանադրականության դաշտ։ Իրականում Հայաստանի Հանրապետությունը վերջնական ժողովրդավար դառնալու համար պետք է նաև ընտրությունների միջոցով իշխանապողություն։ Մենք ինչքան էլ տարօրինակ չլինի, ընտրություններով իշխանապողություն չենք ունեցել մինչև հիմա։ Մենք ունեցել ենք տարբեր եղանակներով իշխանապողություն, ունեցել ենք ընտրությունների միջոցով փոփոխություն այն իմաստով, որ նախագահան երկու պաշտոնակվարումից հետո չի շարունակել, չի հավակնել սահմանադրություն փոխի, թույլ տա երրորդ անգամ ընտրվի կամ վարչապետ նախագահ փոփոխությունների միջոցով լինի, այսինքն կամ ինչ-որ այլ կառուցվածքների միջոցով, հետեւաբար Հայաստանը շատ ստաբիլ հետագիծ է ունեցել, երկու անգամ ընտրվել է առաջին նախագահան, երկու անգամ երկրորդ նախագահան, երկու անգամ երրորդ նախագահան, երբ որ փորձել է դառնալ վարչապետ, թույլ չի տրվել ինչ-ինչ հանգամանքներում եւ երկու անգամ էլ գործող վարչապետն է պաշտոնավարել։ Հետեւաբար ինքը երրորդ ժամկետի չի կարող։ Եվ դա քաղաքական տրամաբանությունն է նաեւ եղել Հայաստանի Հանրապետության, դա նաեւ ցույց է տալիս նրա ագրեսիվ խոսելաձևը, չնայած էլ եմ ասում, այդ ագրեսիվ խոսելաձևը եթե հետ գնանք 18 թվականից այդ սևի սպիտակի բաժանելուց այն ժամանակվանից է գալիս, այդ
ասֆալտին փռելու, բառապաշարի մի քիչ էս կոմենկում, բայց այն ժամանակվանից է գալիս, ասֆալտին կփռեմ, պատելով կտանք, չգիտեմ, եւ այլ ձևակերպումներ։ Հիմա ինչ կանի ընդդիմությունը, այստեղ մենք 3 կարևոր բան պետք է դիտարկենք։ Մենք պետք է ամեն դեպքում միշտ պատկերացնենք ու հասկանանք, որ մենք պարլամենտական հանրապետության մասին ենք խոսում։ Եվ իմ գնահատմամբ 4 ուժ անցնելու դեպքում բացառվում է տարբերակ, որ գործող իշխանություն ունենա օրինակ սահմանադրական մեծամասնություն։ Դա նշանակում է, որ սահմանադրական գործիքները, որոնք կան, որոնք իրականում կազմելուց հիմքում չի ենթադրվել, որ ունենալու ենք այն խնդիրներով հանդերձ 70% ձայն ստացած մեծամասնություն, սկսելու են շատ ավելի ուժեղ գործել, որովհետև մի շարք պաշտոնատար անձանց նշանակելու խնդիրը առաջանալու որոշակի կոնսենսուսների գնալու, ասենք դատավորներ, դատախազ, ինքնավար մարմիններ, մի շարք այլ դեպքերում։ Իմպիչմենտի ռիսկը շատ ավելի մոտիկ է լինելու, եթե հիմա 10 քանի падգամավորի ձայնի խնդիրեր առաջանում, որպեսզի ստանան եւ ընդհանրապես իմպիչմենտի գործընթացը սկսելու մասով բավականին վեճ քննարկում կար, որովհետև բացի երկու ընդդիմադիր խմբակցություններից էլի էր ձայն պետք որպեսզի սկսենք, երբ որ այդ ձայների քանակը բավարար լինի, դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է եւ շատ ավելի ուժեղ զսպողակ է լինելու, ասենք գործող իշխանության համար, բայց ես կրկնում եմ, իմ հաշվարկով դա չի լինելու է մեծամասնություն ընդդիմադիրների եւ այդտեղ խնդիրը առաջանալու արդեն ոնց ձևավորել, ինչ կառավարություն եւ ինչ ծավալով, բայց ինչ մեծամասնություն կլինի, ով քանի ձայն կստանա, ով քանի մանդատ կստանա եւ այդ դաշտում, դա մի խնդիր է, շատ ավելի լուրջ խնդիր կա։ Հունիսի 7-ին, մի անգամ են ձեր մոտ նախորդ ինտերվյուի ժամանակ են քննարկել այդ հարցը։ Հունիսի 8-ին, երբ որ պարզ է լինում, որ մեծամասնությունը գումարային ստանում է ընդդիմությունը, մինչև օգոստոս գործող իշխանությունները շարունակում են պաշտոնավարել, մինչև ազգային ժողովի հաջորդ անդրանիկ նիստ։ Եվ իմ կարծիքով շատ ավելի լուրջ խնդիր կա չսպասել այդ ժամկետին եւ իրականացնել իմպիչմենտ, որովհետեւ այդ 2 ամսվա ընթացքում տարբեր զարգացումներ են հնարավոր, այդ թվում նաեւ գործող իշխանության կողմից ժողովրդի ընտրության արդյունքը գողանալուն ուղղված։ Ինչ որ բաներ հնարել, անունը դնել, որ արտաքին ազդեցություններ, չգիտեմ, օրինակ ասենք թե պատերազմ հրահրը ինչպես է։ Օրինակ, բայց ես նույնիսկ այդ դաշտը չեմ էլ ուզում մտնել, որտեղ իմ գնահատմամբ պատերազմի հավանականությունը 0 է, որովհետև պատերազմի 2 սցենար կարող է լինել, կամ պետք է Հայաստանը սկսի պատերազմ, կամ պետք է սկսի պատերազմ Ադրբեջանը։ Ու պատերազմ, որ կսկսի Թուրքիան, Իրանը, Վրաստանը, քիչ հավանական եմ համարում։ Մեր դեմ նկատի ունեմ։ Հա, դե որտեվ եթե պատերազմը Ադրբեջանի կողմից։ Բայց մարդը բան է արել։ Նիկոլ Փաշինյանը ասաց սեպտեմբերին, եթե ինքը չդրվի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Շատ պարզ հարց կա։ Հիմա ես սպասում սեպտեմբերին, հենա օգոստոսի վերջին օրը թող ասել։ Նայեք, շատ պարզ հարց կա, իսկ ինչի է լինելու պատերազմ։ Պարզ հարց եմ տալիս, որովհետև քաղաքական ուժերից որևէ մեկը, ընդ որում ես համոզված եմ Հայաստանում քաղաքացիներ կա, ովքեր կցանկանային նման բան լսել, որևէ մեկը չի ասել, որ մենք զինված ուժերով ինչ որ բան ենք ազատագրելու։ Չկա, այսինքն գործող ուժերը չեն խոսել զինված ուժով հիմա գնանք ազատագրենք պատմության մասին, ասեն այո, պետքա պայքարենք, այս խնդիրները պետքա բարձրացնենք, այս խնդիրները պետքա բարձրաձայնենք, վերադարձի իրավունքի համար պետքա պայքարենք, Արցախի կարգավիճակի հարցը հիմա ակտուալ չէ, հիմա չեն կարողանալու լուծենք, բայց դա խնդիր է, որի շուրջ պետքա աշխատենք, Հայաստանից տարածքներ պետքա չտանք եւ այլն, սա է։ Հիմա եթե շատ պարզ հարց է, եթե սեպտեմբերին պատերազմ լինելու, բերեք մենք հասկանանք ինչի։ Որովհետև երկու դեպք կա, եթե մենք չենք հարձակվելու, իսկ մենք չենք հարձակվելու, որովհետև որևէ մեկը չի ասել, որ հարձակվելու են։ Ասում եմ, չկա մի հատ ուժ, որ ասի ինձ ընտրեք, ես գնամ զորքով հիմա հետ բերեմ մեր տարածքները։ Նշանակում է մի դեպք Ադրբեջանի խոստումներ կան, որոնք գործող նոր իշխանությունները չեն կատարելու։ Ոչ թե չեն կատարելու, որ պատերազմ լինի թե չլինի, այլ օրակարգային խնդիր են դարձնելու, որ այդ պահանջները իրավաչափ չեն։ Իրավաչափ չեն, շատ բարձ հարց եմ տալիս։ Ինչ պահանջներ են դրանք։ Դրանք Հայաստանի տարածքների հանձնումն է։ Հայ իրանց որ լսես ասելու Հայաստանից տարած չեմ հանձնել։ Ինչ որ սուտը ասում ինքն է հասել քանի անգամ։ Ինչ որ քարտեզ ասել, այո։ Չէ, դե ինքը հետո որ հարցես ասել են ինչ որ տվեցի դա Հայաստան չէր։ Ինքը բայց դա սուտն է, էլի իր դասականն է։ Որ Արցախը երբ է մեր եղել։ Արցախն է, Արցախից բացի հիմա, այսինքն Արցախը որ մերն է եղել դրա մասին չեմ էլ քննարկում, բայց դրանից բացի այն քարտեզը, որ ինքը ինչ որ ձեռի մեր քարտեզ է գնում, այդ քարտեզից էլ է արդեն տարածքներ տվել։ Արդեն աղբամաններն են գցում։ Այդ քարտեզից էլ է տարածքներ տվել։ Այդ քարտեզից էլ է տարածքներ տվել։ Սա է խնդիրը։ Հիմա
Ուրիշ ինչ կարող է լինի։ 300,000 ադրբեջանցի պետք է գա Հայաստանում ապրի, դառնա քաղաքացի։ Եվ եթե մենք լսենք նրանց նախկին ժամանակահատվածի քաղաքականությունը, օրինակ, որ պետք է 5 միլիոն բնակիչ լիներ, եթե չեմ սխալվում 40 թվին։ Այդ թիվը չէր ստացվում ուղղակի բնականon աճի արդյունքում ոչ մի ձևով, այսինքն եթե մենք այսօրվանից սկսենք բոլորս երեխա ունենալ, այո, կարող ենք հասնել, բայց դա չէր ծրագիրը, առնվազն դրան ուղղված չի գործողությունները, ստացվում էր, որ հնարավոր է դրան հասնել, եթե Հայաստան բնակեցվեր, ասենք 1-1.5 միլիոն այլ ազգի։ Երբ որ մենք բայց դա ասվել է, հիշում եք Սինանյանը իր սա բազմից եմ ասել, հիշեցրել, Զարե Սինանյանին են Գլենդելի հայտնի դեմքին բերեց Սփյուռքի հանձնակատար նշանակեց, նա ասաց, որ բերելու ենք պակիստանցիներ, հնդիկներ, արաբներ պետք է բերել, լցնել, շատացնել բնակչությունը, հիմա ադրբեջանցիները բա։ Հիմա այսինքն այդ հնդիկ, պակիստանցի եւ այլն պետք է չի դրա մասին մտածել, որտեղ ինքը կոնկրետ խոսում է ադրբեջանցիների մասին, բայց ինչա շարունակում ասել։ Հիմա այստեղ շատ կարևոր է, դա որտեղ կա այդ մեսեջների մեջ դա է, ասում է, ինչ կապ ունի Հայաստանի հետ, պատմական Հայաստանի հետ։ Ասում եմ, հիմա ինչ որ մի հատ քարտեզով պետություն է, հիմա անունը Հայաստան է, կարող ուրիշ բան լիներ, հիմա իր ասածն եմ ասում, ինքը ասում է Հայաստան է։ Իրա նկատում եմ իրենց քաղաքական թևի ոչ թե կոնկրետ իր, ասում եմ Հայաստան է, հիմա ինչ տարբերություն, որ սա ինչ կապ ունի Տիգրան Մեծի հետ, ինչ է Տիգրան Մեծի հետ կապում, սա է մեր տարածքը։ Մենք տարածքի խնդիրը չի դնում, նաև մշակութային խնդիրը չի դնում, ասում եմ մենք այստեղ կսարքենք մի հատ 0-ից նոր պետություն։ Իմ 0-ական կետից կսարքենք նոր պետություն։ Եվ այդտեղ որ հայերեն էլ չխոսեն ոչինչ, որ այսինքն հիմա որ դուք պատկերացնեք, որպեսզի դուք ինչ-որ մեկը լինի գիտնական, պետք է հոդվածները հրապարակվեն որոշակի հանդեսներում, հա, ոնց որտեղ կա։ Ոնց որ Scopus-ն եւ Web of Science եւ այլն, հա, ասենց ինչ-որ բան կա։ Դրանց ոչ մեկը հայերեն լեզվով չի։ Հիմա ստացվում է, որպեսզի դուք լինեք հայագետ, այ ձեր մասնագիտությունը գիտնական է, կանում է գիտական հետազոտություն հայագիտության ոլորտում, միևնույնն է պետք է անգլերեն լեզվով հրապարակեք։ Նո անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, հայերենով չեք կարող հրապարակեք։ Ես չեմ ասում լավ ֆիզիկան հայերեն հրապարակեցիր, չհրապարակեցիր, կարդացին, չկարդացին, գիտական արժեքը ինչքան էր, ինչքան չէր, դա արդեն մի 2 տարիա գործող կարգն է։ Անուղղակի է, չեն ասել հայերեն չեք կարող գրել։ Ասել են ուղղակի որպեսզի ձեզ որպես գիտնական ձեզ այդ հավելավճարները տանք, հնարավորություն լինի ձեզ ակրեդիտացիա անենք։ Ու ըստ էության դեռ ֆինանսական կտոր կա որոշակի օրեր, այդ կարգում ասում եմ ձեր հոդվածը գիտական պրոդուկտը պետք է հրապարակվի այս հոդվածներում։ Միջև այդ դա նորմալ է, երբ որ դու փորձում ես քո գիտության որակը բարելավել, դրա համար ասում ես որոշակի հեղումների քանակ պետք է լինի, բայց դրանից առաջ դու պետք է ստեղծես հնարավորություն հայերեն լեզվով դա անելու։ Հիմա ասում եմ, հայերեն լեզվով դա մի արեք գնան գլոբալ։ Հիմա կրկնում եմ, եթե դա հայագիտությունը չվերաբերվեր, վերաբերվեր մենակ ֆիզիկա, մաթեմատիկա, կարող ենք ասենք այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաներով արհեստական բանականությունը բավականին հաջող կարող է թարգմանի, մի քիչ էլ ֆինանսական գործիքներ եթե տրվեր թարգմանությունների որակը լավացնելու համար, կասենք հա հայկական գիտությունը գնում է աշխարհ, բայց դա ներառում է բոլորը, ցեղասպանագիտություն, հայագիտություն, հայերեն լեզու, բանահյուսություն, այսինքն այդ բոլոր գիտական ուղղությունները, որտեղ հենց հայերեն բնօրինակը հայերենն է, այլ այսինքն ոնց որ մենք ասենք իսպաներենի գիտությամբ պետք է զբաղվենք Լատինական Ամերիկայի, բայց իսպաներեն լեզվով չգրեք։ Այսինքն սա դրան է վերաբերվում օրինակին։ Հիմա եթե Միքայել էլ հետ գանք, ինչի պետք է լինի պատերազմ, նշանակում է ինչ որ զիջումներ է խոս տվել։ Հիմա հասկանանք։ Հա, բայց ասում են ադրբեջանցիները։ Ասում են չէ, ադրբեջանցիները ասում են կա բանավոր խոստումներ նաև։ Չեմ ուզում քննարկեմ։ Ուղղակի ասում են Փաշինյանը խնդրել է, որ հիմա չգրենք այդ։ Չեմ էլ ուզում նրանց քննարկեմ, ինչ են խոսում, ինչ չեն խոսում, իրանց խոսածածները այնց ոնց որ նես չի էլի, որ նրանք իմ աշկի լույսն էին, այս մեկն էր մեր խնդիրը։ Չէ, ուղղակի քանի որ դուք էլ լավ գիտեք, այնտեղ եթե որևէ մեկը կարծիք է արտահայտում, դա Ալիևի ադմինիստրացիայի տեսակետն է։ Հիմա թե դա ես հիմա որ դա սկսեմ մեկնաբանել, պետք է մեկը ասի հիբրիդային պատերազմը վերեցինք։ Ջանդամը ինչ են ասում։ Հիմա լավ կներեք, Ալիևը ասել է 300,000 պիտի դիմել են։ Ալիևն էլ իր գլուխն էլ էլի դա կող թողեք, ես հիմա բանը, ու Ալիև չէ, Իլհամ է իրան, էլ եթե սա Նիկոլան է, էլ Իլհամ է։ Բերեք նրան ազգանունով չասենք, նրան անունով ասենք, էլի բերեք հավասար նույն գծի վրա դնենք, անցնենք։ Պետք չի մեկին բարձրացնենք մյուսի համեմատ։ Պարզ բան եմ ասում։ Հիմա ինչ է ասում։ Ասում պետք է գան, ասել է, ես իր ասածներն եմ ասում մենակ, ընդ որում իրա չէ, քաղաքական իշխանությունների այսօրվա թեզիսներն եմ ասում։ Պետք է հետ գան 300,000 մարդ ստանան քաղաքացիություն ապրեն։ Դիմել են կառավարությանը ասել են։ Ասել է, որ պետք է մենք պատերազմա լինելու։ Եվ պատերազմա լինելուն ոչ մի ուրիշ տրամաբանական կառուցված կամ մենք զիջումներ պիտի անենք, չկա։ Ինչ զիջում պիտի անենք, պիտի բերենք։ Լավ, իսկ կարող է պետքա բերենք։ Էթել եմ, ուզում եմ էթել քննարկեմ, որպեսզի ավելի պարզ լինի։ Այստեղ հարցը առաջանում։ Պատմականորեն միշտ եղել է մոտեցումը, որ օրինակ
հա, եթե տղան բանակում ծառայած էր կամ պատրաստ էր առնվազն պաշտպանել իր տունը, իր հայրենիքը, դա միշտ մեր մոտ եղել է ոնց որ դրական կերպար։ Դա դրական բանա, այդ վիրտուա, դաբրադետել վիրտուա, որ դա դրական էլեմենտ է եղել։ Հիմա հարցը հետեւյալն է, բան, մեր երեխաները հանկարծ չգնան չզոհվեն։ Դե բերեք սենց անենք, մեր աղջիկները բռնաբարվեն ուրեմն։ Այդ հա թեզիսը։ Մենք ախել առաջին կեսն ենք անում, տղայից չտանեն բանակ, ընդ սահմանին բան չլինի։ Դե ուրեմն ով էլ աղջիկ ունի, թող մտածի, որ իր աղջկան կբռնաբարեն ադրբեջանցիները, ու ինքը սուս պիտի մնա, որովհետև ադրբեջանական զորքամտնելու պատերազմ անելու հարևանի տղան գնալու է զոհվի։ Հարևանի տղան որ չզոհվի, իր աղջիկը թող բռնաբարվի։ Այս սա է, թե ցեղանին դա է դրված։ Սա մենք միշտ բանն ենք նայում, առաջին քայլն ենք նայում։ Այդ տղան խի պիտի զոհվի, չպիտի զոհվի։ Եվ խի պիտի տղան զոհվի, այլ ոչ թե դու, որովհետև ես հələ որ գնահատում եմ ինձնով, եթե պատերազմ եղավ այն աստիճանի, որ հայրենական է, ես ոչ թե տղաս պիտի գնակրվի, այլ ես։ Ով որ ասում է տղաս, իր տղայի վրա է գնում, էլի իր վրայից հանում է։ Ինքը թող չորոշի այս երկրի ապագան։ Թող որոշեն այն մարդիկ ապագան, ովքեր իրանց մաշկի վրա պատրաստ են այդ պատասխանատվությունը վերցնել։ Ես այս հարցը առաջին անգամ եմ երևի տենց շատ մանրամասն ասում ու շատ չեմ պարբերաբար չեմ քննարկում մի պարզ պատճառով։ Զուտ ուղակի, քանի որ ես ինքս անձամբ չեմ ծառայել բանակում, դա միշտ բանա դառնալու, շահարկման առիթ է դառնալու, ասելու են, «Ադե չես ծառայել, մեծ խոսում ես»։ Որովհետև գիտնական եմ, պաշտպանել եմ տեխնացուական, աշխատել եմ դասախոսում եմ մինչև հիմա էլ օրենքով սահմանված կարգով ոնց որ չի ընդհանրում ծառայություն, ինչ որ հատուկ ինչ որ ոչ հիվանդ եմ եղել, ոչ մի բան, ուղղակի իմ ուսման արդյունքում պաշտպանել եմ տեխնացուական, դա բերում է ուղղակի համապատասխան հաշվառման որպես իմ մասնագիտացումը, ասենց ասեմ, էլ իմ բանում, հա, իմ գլոբալ մասնագիտացումը ռազմական թարգմանիչն է, բայց մեր բանում գրասեն շտաբային աշխատանքն է, ասենք քարտեզ եւ այլն, բայց ինքս չեմ ծառայել, դրա համար ես շատ այս հարցով չեմ խորանում, բայց եթե մենք փորձում ենք տրամաբանական կառուցվածքը նայենք, տրամաբանական կառուցվածքը հետեւյալն է, բա տղայից տանելու են սպանեն։ Արա տղայից տանելու են սպանեն, ով է տանելու տղայից սպանի։ Մենք այսօր ոնց որ թե խաղաղության պայմաններում են, բանակում ունենք զոհեր։ Լավ, այսօրվա զոհերը ունենք, չէ՞, բանով խաղաղ պայմաններում զոհեր։ Այսօր մենք ունենք թմրամոլնության պատճառով զոհեր հայրենիքի ներսում։ Այսօր Երևանում մենք նորությունները բացելուց ամեն անգամ ինչ որ տենց մտահոգություն կա, որ տեսնենք ելովուն վրա է կրակել։ Եթե մենք տենց ոնց որ նորմալիզացվել է։ Քրեակատարողական հիմնարկում երբ ինքնասպանությունը կախվել էր։ Թե ուրիշ հարց է, ինչքանով է ինքնաոճ ինքնասպանություն, ինչքանով են հասցրել թե չէ։ Բայց ես ասում եմ փողոցում, Երևան քաղաքում մեկ մեքենա մեկին խփել է, հանել կրակել փախել են։ Մեկը մեկին ծեծել է, մեկը մեկին դանակարել է։ Նորություններում դա նորմալիզացվել է։ Նորմալ է։ Ոնց որ ասեն կարդում ես, մեկը կրակեց մեկի վրա, հա դե մի հատ էլ դեպք եղավ։ Բայ վթարների քանակը ինչքան զոհ է լինում։ Դա էլ իր հերթին, այսինքն ոնց որ թե կամերաները շատացել են, վերահսկողությունը ուժեղացել է, բալային համակարգն դեղից, գումարները շատացել է, պարեկների քանակն ու պարգևավճարները շատացել են, բայց հետևաբար այդ արգումենտացիոն դաշտը, որ պատերազմ է լինելու, ակնհայտ սուտ է, որովհետև կրկնում եմ, պատերազմ լինելու հիմք չկա, Ադրբեջանը չի պատերազմելու, որովհետև Ադրբեջանի կողմից պատերազմելը Ադրբեջանի համար հսկայական ռիսկեր է բովանդակում։ Այցա բոլորին թվում է, թե տենց Արցախի հարցը փակվեց գնաց, Ադրբեջանը հիմա արդեն Սյունիքի հարցով է զբաղված։ Դա այդպես է, եթե շարունակում է գործող իշխանությունը մնալ։ Ու Սյունիք չէ, ամբողջ Հայաստանով է, ինքը Սյունիքով չի, ինքը սահմանային գոտիներով չի, սահմանազատման ինչ որ կտորով չի, ամբողջ Հայաստանով են հետաքրքրված։ Բաց ասում են, բաց հայտարարում են։ Նիկոլ Փաշինյանը ինքը մի քանի տարի առաջ Twitter-ում անձամբ գրառում է կատարել, ես կարող եմ, եթե պետք է, հրապարակել այդ գրառման screenshot-երը, պատկերը, ֆոտոն, որտեղ ինքը իր բերանով ասում է, որ Ադրբեջանի սահմանադրությամբ Հայաստանի տարածքների 60%-ից ավելին այնտեղ թվարկում է Լոռու մարզ, չգիտեմ, Գեղարքունիքի մարզից, չգիտեմ, այս Արարատի մարզից եւ այլն, որոնք համարվում են ադրբեջանական տարածքներ։ Հիմա վերադառնանք էլի հարցին։ Հիմա չընտրվելու դեպքում ինչի պետքա սեպտեմբերին պատերազմը լինի, չկա հիմք։ Ոչ մի հիմք չկա, բացի վաղ ստեղծելուց։ Արդյոք նոր իշխանությունները իր նման զիջելու են Հայաստանը, պատասխան ակնկալում են, որ ոչ։ Առնվազն ես երբ որ գնամ քվեարկության, ես ում որ քվեարկեմ, իմ ակնկալիքը լինելու է, որ Հայաստանը չի զիջվելու։ Չեմ վախենալու պատերազմից, չեմ վախենալու, որ նաև ինձ են զորակոչելու, հա, բանով, այսինքն տղաս ուղղակի փոքրել է, չեմ էլ ուզում քննարկեմ, էլի, այսինքն երկրորդ դասարանն է։ Չեմ էլ վախենալու ինչ որ գործընթացներից,
բայց ես հասկանալու եմ, որ չի կարող նորմալիզացվել միակողմանի զիջումների, ընդ որում նենց պետության գոյության զիջումների դաշտը, որովհետև կրկնում եմ, իր մոտեցումը հետևյալն է, որ Հայաստանը Ադրբեջան լինի, բայց առանձին պետություն լինի, անունը դնենք առանձին պետություն, ուղղակի ադրբեջանական երրորդ պետությունը, թուրքական չորրորդ պետությունը, այսինքն Թուրքիա, Ադրբեջան, Հյուսիսային Կիպրոսի Հանրապետություն, մի հատ էլ Հայաստան կլինի անունը, բայց այստեղ կապրեն թուրք-ադրբեջանական ինչ-որ տրամաբանության ներքո, իրանց ասածը դա է, դա ոչ, դա մեր անկախության նշանն է։ Մենք անկախ ենք, մենք կարանք որոշենք։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է։ Հիմա բանը մի քիչ ավելի խորք եմ գնում, իրանք ասում են, որ Հայաստանը որոշի, որ ինքը ուզում է դառնա Ադրբեջան երկուս, դա մեր անկախության նշանն է։ Մենք ոչինչ։ Այս սա է իրանց ասածը։ Խնդիրը չի գնում, որ մենք պետք է կռվենք, անընդհատ պայքարենք, անընդհատ ինչ-որ բանի դեմ լինենք, բայց սա նշանակում է, որ մենք մեր ինքնությունը պիտի պահենք։ Մենք պետք է մեր ինքնության համար հստակ դիրքորոշում ունենանք։ Սա նշանակում է, որ մենք պետք է չվախենանք բարձրաձայնենք մեր խնդիրները եւ մեր իրավունքների պաշտպանության ուղղված գործողություններ անենք։ Հետևաբար, ես ուզում եմ միացած հստակ ֆիքսենք, որևէ հանգամանքով սեպտեմբերին պատերազմ չի լինելու։ Որևէ հանգամանքով սեպտեմբերին պատերազմ չի լինելու, որովհետեւ սեպտեմբերին ինքը չի ընտրվելու, իսկ պատերազմ կարող է լինել միայն այն դեպքում, եթե ինքը ընտրվեր։ Որովհետև պատերազմը ինքնահրահրում, որպեսզի ինքը զիջումներ անի, որպեսզի հետո իրեն չասեն դավաճան, բառացի իրան եմ ցիտում։ Իրա չընտրվելու դեպքում պատերազմ չի լինելու։ Պատերազմ կարող է լինի բացառապես իր ընտրվելու դեպքում, երբ որ ինքը ցանկանա հավելյալ զիջումներ անել, եւ իր հավելյալ զիջումներ անելու համար ինքը վախենա, որ իրան հիմա կասեն դավաճան կամ դավաճանից մի քիչ էլ ավել, այսինքն մի հատ է պատերազմը լինի, որ մի հատ էլ զոհերով հանձնենք ինչ որ մի բան, ես էլ ասեմ դե ես փորձեցի ինձ դավաճան մի ասեք, էս է խնդիրը։ Ուրիշ բան, ուրիշ պատերազմի հավանականություն չկա, որովհետև կրկնում եմ, Ադրբեջանը չի սկսելու պատերազմ, որովհետև Ադրբեջանի համար դա լինելու է ծայրահեղ արկածախնդրության դաշտ, որովհետև կրկնում եմ, Ադրբեջանը այս պահին չակապտավոր ասած ստացել է այն ինչ որ ուզում է։ Ընդ որում դա Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունն է։ Ասում եմ ամեն ինչ ունեմ, ինձ էլ ոչ մի բան պետք չի։ Լինել կարա լինի, որովհետև ինքը հասկանում է, որ ցանկացած ագրեսիվ գործողության արդյունքով էլի բան ստանալու դեպքում ինքը ունի ռիսկ։ Պայմանով կրկնում եմ, որ Հայաստանում գործող իշխանությունները չլինեն եւ դիտավորյալ այդ գործողությունը չանեն այլ նպատակներով, այսինքն ոչ թե Ադրբեջանը հարձակվի, այլ պայմանավորված գործընթաց չլինի։ Ուրիշ տարբերակ չկա պատերազմ լինելու, սա է։ Հարգելի հետևորդներ, այսօր հերթական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը դարձյալ փորձել է այսպես մանիպուլացնել, ասելով, որ սուտ են հորինում խաղաղության դեմ, թե որ ես ընտրվեմ 300,000 ադրբեջանցի են բերելու Հայաստան։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյան, 2024 թվականի դեկտեմբերին Իլհամ Ալիևը, քո գործընկեր, այդ կիրթ ինտելիգենտ անձնավորությունը հայտարարել է, որ 300,000-ից ավելի ադրբեջանցիներ դիմել են Հայաստանի կառավարությանը, որպեսզի ապահովեն նրանց մուտքը, եւ տարբեր առիթներով նաեւ հայտարարել է, որ այդ 300,000 եւ ավելի ադրբեջանցիների անվտանգությունը ապահովելու համար պետք է լինի իրավապահ մարմիններ, պետք է լինեն առողջապահական հաստատություններ, պիտի գնան բուժ սպասարկում ստանան, մի քիչ ժամանակ անցնի կասեն պարլամենտում ներկայացվածություն։ Ժամանակ էլ պետք չի անցնի, պարլամենտում ներկայացություն ուզելու են առաջին օրվանից։ Խնդիրը դրա մեջ չի, հիմա խնդիրը նրա մեջ է, լավ, բա ինչ անելու, պատերազմ լինելու։ Իր տերմինոլոգիայով իրան պատասխանենք, էլի լավ, չի թողնելու բերեն։ Պատերազմ լինելու։ Ինքնա չի ասում, բա պետքա խաղաղություն լինի, պետքա բոլորին։ Հիմա իր ասածով, այսինքն չեն գալու, օքեյ, չեն գալու, բայց այն մարդիկ ուզում են գան։ Ինչ անելու, պատերազմելու է դրա դեմ, երբ որ իրենք հանկարծ որոշեն։ Ինչ արեց, երբ որ Եվրոպական միության գագաթնաժողովի ժամանակ Ալիևը սեպարատիստ անվանեց ամբողջ հայ ժողովրդին։ Դե հետևաբար ինչ արեց։ Հետևաբար խնդրում եմ երջանիկ կլինեմ գամ Բաքու։ Հետևաբար այս դաշտում պետք է մենք շատ հստակ պատկերացնենք, որ իր վերընտրվելու ժամանակ կամ վերաբնակեցվելու են կամ լինելու է պատերազմ։ Մնացած բոլոր դեպքերում մենք ունենալու ենք շատ ավելի բարձր շանսեր խաղաղության եւ շատ ավելի կարեւոր է, որ խաղաղություն բառը որպես գերագույն արժենք է քննարկել, բայց պատմականորեն, երբ որ ես երեխայի խաղաղության գնաց են խմում, խաղաղության համար են խմում, այդ ասում են խաղաղություն լինի մնացածը կանենք, այդ խաղաղությունը նկատի չունեն։ Նկատի ունեն խաղաղություն, գիծ անվտանգություն։ Երբ որ մենակ խաղաղություն ենք խոսում, ամենախաղաղ վայրը բոլորը կարող են ուշադրություն դարձնել։ Իրանց շրջապատում ամենախաղաղ վայրը
դա գերեզմանատունն է։ Այնտեղ բացարձակ խաղաղություն է տիրում։ Բայց մենք այդ խաղաղությունը չենք ուզում։ Մենք հարգում ենք, մենք գնում ենք հարգանքի տուրք ենք մատուցում, բայց մենք այդ խաղաղությունը չենք ուզում։ Մենք ուզում ենք անվտանգություն, մենք ուզում ենք արժանապատվություն եւ մենք ուզում ենք ակտիվություն, ոչ թե այդ խաղաղությունը։ Հետևաբար, այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, որ ասում ենք խաղաղություն ա լինելու, ինչ խաղաղության մասին է խոսքը գնում։ Եվ խաղաղությունն է թե խաղաղություն չի, բայց որ պատերազմ չի լինելու, չկա որևէ նախադրյալ պատերազմի, մի նախադրյալ կա, եթե համաշխարհային պատերազմ եղավ, ատոմային, չգիտեմ, գերտերությունները իրար վրա արձակվեցին, այդ ժամանակ պատերազմ է լինելու, ու դա կապ չունի ով է ընտրվել։ Եվ այդ ժամանակ ցանկալի է, որ մենք ունենանք այնպիսի իշխանություն, որը կարողանում է այդտեղ համապատասխանաբար հայկական շահերը պաշտպանել։ Բայց ես դրա սցենարն էլ եմ շատ ցածր գնահատում, որովհետև պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ եղել են, որ այնց վերջին կետին ենք հասել, հա, երբ որ արդեն հեսա միջազգային ինչ-որ այնց մեծ երրորդ համաշխարհային պատերազմն է սկսում եւ միշտ կարողացել են ինչ-որ լուծումներ գտնել։ Եվ հիմա էլ մենք տեսնում ենք, որ ինչ-որ լուծումներ գտնում են, հա, մեծ պատերազմ են գնում, մեծ պատերազմներ են գնում, բայց իրանք ամեն դեպքում իսկ հնարավոր է, որ օրինակ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեն Իլհամի հետ եւ օրինակ եթե ընտրությունները իրենց ուզած սցենարով չի գնում, ինչ որ բան հրահրեն, արտակարգ դրություն հայտարարեն եւ այլն։ Նայեք, արտակարգ դրություն կարան հրահրեն առանց պայմանավորվելու։ Հիմա նորից շատ կարեւոր մի հատ հանգամանք, էլի մարդիկ պետք է ազատ, հանգիստ գնան քվեարկեն։ Հիմա փորձեր գա մի քիչ քվեարկության դաշտ, որտեղ ձեր հարցը իր մեջ նաեւ այդ կողմում խնդիր է բովանդակում, նաեւ նման զրույցները մարդկանց կարող անհանգստություն ասեն, արի գնանք սրան ընտրենք, որ հանկարծ ինքը այդ իշխանությունը կորցնելուց մինչև այդ փուլը պատերազմ չանի, արտակարգ դրություն չանի, մենք պատանդենք։ Իրականում հետեւյալ նախնդիրը ինքնին այն քարոզարշավը, որը նա վարել է 21 թվականին եւ որը հիմա է վարում եւ որը եղել է 18 թվականին, բոլորը հակասահմանադրական ոչ իրավաչափ են։ Ինչի, որովհետեւ մարդկանց հնարավորություն չեն տալիս ընտրություն կատարելու ծրագրերի միջև, որովհետեւ իր ծրագրերը ինքը ակնհայտորեն սուտ են, ինչ որ ասում է ուրիշ բան անում, ու ամենահեռու չգնանք, էլի 21 թվականին բոլորին ասել է, որ ես գնում եմ դեօկուպացիայի։ 21 թվականին ստացել է մանդատ ժողովրդի անունից Արցախի դեօկուպացիայի։ Այդ 21 թվականի ժողովրդի ստացած մանդատը դեռ չի ավարտվել, ասում Արցախը մերը չի եղել երբեք։ Այսինքն ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, նույն մանդատի շրջանակներում մարդիկ եկել են, քվեարկել են ենթադրաբար ինչ որ մեկին, ծրագրին, գաղափարին, քաղաքական ուժին, որի մեջ եղել է գնում եմ Հադրութի, Շուշիի դեօկուպացիա։ Այդ մանդատի ընթացքում ասում է մերը չի եղել։ Եթե մերը չի եղել, այն ժամանակ ասեր ինչ դեօկուպացիա, մնացածն ենք հանձնելու մարդիկ քվեարկեն։ Եթե այդպես էր, դու էլ ասում էիր ես Ղարաբաղի ղեկավարը չէ, դու ինչ գործ ունեիր, բանակցում էիր։ Հետևաբար մարդիկ որ գնահատում են խաղաղությունա լինելու, սա ենք սարքելու, նա ենք սարքելու ձևակերպումները, թող մոտավորապես հիշեն ինչ ասել 21 թվականին։ Հիմա արդյոք կարա լինի պատերազմ թե ոչ։ Այդ դաշտում էլի ասենք դիտարկենք, իհարկե միշտ էլ կարա լինի պատերազմներ, միշտ էլ կարող է ինչ-որ հանգամանքներ զարգանան եւ որևէ մեկը ապագայում ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, չի կարող կատարել, բայց կա մասնագիտական վերլուծական ինչ-որ ինֆորմացիոն դաշտ, որտեղ ակնհայտ է, որ պատերազմի հավանականությունը մեծանում է, երբ որ ինքը վերընտրվում է։ Էլ եմ ասում, մի դեպքում, որովհետև իր վերընտրվելու դեպքում ինքը կարող է խնդիր ունենա իր խոստումները կատարել ներքաղաքական դաշտում, նույնիսկ իր հետ ընտրվողներով, ովքեր էս պահին այդ իր այսօրվա օրակարգով են ընտրվում, հա, բանով։ Հետո ասի, բա ինչ անենք, դե բերեք մի հատ էլ սեպտեմբերի 19-ը անենք։ Հա, բերեք մի հատ էլ, թող Ադրբեջանը հարձակվի, մենք այդտեղ կասենք, որ շատ վատ է, հետո կասենք, լավ, խաղաղություն ենք ուզում, ստեղ ոնց որ պրծավ։ Դա է, իր բառերն եմ ասում, մենք կարանք զոհերը չունենայինք, բայց այդ ժամանակ ինձ կասեի դավաճան։ Չէ, հետո էլ ասեց այդ զոհերը տվեցինք, որ պետություն ունենանք։ Դե հիմա հետեւյալն է խնդիրը։ Ինքը ես ոնց ասեմ, թող այդ զոհերը չլինեին, ինձ ասեք դավաճան։ Թող այդ զոհերը չլինեին, ինձ ասեք դավաճան։ Այլ բան, գրեք գրքերում Արամ Օրբելյանը դավաճան է եւ ազգի ամենամեծ դավաճանը, բայց այդ զոհերը չլինեին։ Այսինքն այս արժե համակարգի խնդիրն է սահմանադրությամբ ուղղակիորեն երաշխավորվում է։ Բայց դա ցուցմունք է, չէ՞, որ ցուցմունքա թե չէ, դա հետագայում արդեն կքննարկենք։ Թե ինչու չի կանգնեցրել պատերազմը, գործընկերներից մեկը պետք է չէր կանգնեցնել, ախր դա էլ է սխալորակարգ։ Պետք էր ընդհանրապես հաղթել, որի նախադրյալները կար։ Պետք չէր այնտեղ բաները, հա։ Հա, բայց եթե դու ասում ես, որ Ղարաբաղը թոք էր մեր վզին դու գնում ես հաղթելու, դա նշանակում է, երբ որ դու մտածում ես, որ Ղարաբաղը թոք էր, դու չես հաղթելու, դու հանձնելու ես։ Չէ, էլի, ախր մենք հիմա ոնց ասեմ, ձեզ երբ որ ասում եմ, այս մարդը քրոնիկ սուտախոս է,
այս մարդը պարբերաբար ինչ մտքով անցնում է, ասում է։ Ես ասում եմ մասնագետների մի մասը ինձ ասում են, որ իր մոտ դասական բիպոլար շիզոֆրենիայի տարեր են, հա, մի հատ մի բան է։ Հիմա ընդամենը ունեմ մի հատ շատ պարզ բան։ Ես ասում եմ ընդամենը փաստաթղթերով, հələ բանավորն եմ կողք թողնում։ 21 թվականին դեռևս, 21 թվականին, 20-ից հետո 21 թվականին արձանագրում է, որ մենք պետք է գնանք դեօկուպացնենք Արցախը։ 21 թվականի ընտրության փաստաթղթերում, ընտրական փաստաթղթերում։ Հիմա այս ավարտեմ այս միտքը, հետեւաբար, հա, այս մասը ավարտեմ, նայեք, հետեւյալ խնդիրն է մեր մոտ առաջանում, որ եթե 21-ին ասելա գնում եմ օկուպացնեմ, դեօկուպացիա անեմ, հետո ասելա չէ, դա մերը չի եղել։ Հիմա պաշտոնապես է դա ասում։ Հիմա նույն ձևի ոնց որ ասում է Սյունիքը Հայաստանը, ամբողջ Հայաստանը մեր քարտեզն է։ Կհանձնի ու կասի, այո, կասի քարտեզը կանեմ։ Ուրեմն հիշեցնեմ, պասպորտեր է բաժանում են 18-21 թվականին Հայաստանի քաղաքացու պասպորտ, որի մեջ Արցախ կար։ Նույնն է, հիմա ուրիշ քարտեզ է բաժանում, ուրիշ քարտեզ կբաժանի, հետևաբար հարգելի ունկնդիրներ, էլի ընտրություն կատարելուց մենակ մի լսեք ինչ ասել, լսեք ինչ արել։ Ընդ որում բոլորի մասին է վերաբերվում, որովհետև օպոզիցիոն ուժերի մասին էլ էլի նույն բանն է, ինչ ասել եւ ինչ արելը որ համադրում ենք, լրիվ ուրիշ պատկեր է ստացվում։ Այսինքն լրիվ ուրիշ պատկեր է ստացվում։ Մարդկանց մեղադրում են հնարավոր բոլոր հանցանքների մեջ, երբ որ մենք նայում ենք այդ հանցանքների նկարագիրը, քրեական գործերը, քաղաքացիական գործերը, պարզվում է որ այդպես չէ։ Եվ ամենաֆունդամենտալ մի հատ հարցադրումն էլ ասեմ, երբ որ բանա չէ, տենց կարա լինի մոտեցում, որ բերեք լավ բրծնենք ամեն ինչ փակենք դնենք կող, հաշտվենք գնանք առաջ։ Բայց այդ այսինքն դրանից դառնում է ադրբեջանցիներին ներենք, թուրքերին ներենք ցեղասպանությունը, ունեզրկումը, արդ մեր հայերին չեն կարողանում ներենք։ Այ սաղին կարանք ներենք, այդ թուրքերը որ մեզ ցեղասպանել են, մեր բոլորի ունեցվածքը վերցրել են, ադրբեջանցիները որ Սումգայիթի, Բաքվի ջարդեր են արել, Արցախում ցեղասպանություն արել, կարանք ներենք, աշկերտներս փակենք գնանք առաջ, մենակ չեն կարա ներենք հայերին։ Այ հայերին պետք է մեկին նստացնենք, մեկին չգիտեմ, ասֆալտին պարկեսնենք, մեկին նստանենք։ Սա կրկին ցույց է տալիս ակնհայտ փարիսեությունն ու սուտը։ Սա է սուտը, որովհետև եթե ասել լսեք Ժորժ ջան, պետք է նոր պետություն ստեղծենք, բերեք փակում ենք ամեն ինչ, այսօրվանից 0 գիծ ենք քաշում, գնանք առաջ, կասել լավ տրամաբանական է, լավ ավատա ճիշտ է, սխալ է, համաձայն եմ, համաձայն չեմ, բայց ինչ որ բան է, լոգիկ կառուցվածքը, չէ, դա չի։ Պետք է նրան ներենք, բոլորին ներենք, բացի հայերից։ Այս սա ակնհայտորեն ցույց է տալիս իր սուտը։ Պարոն Նորբելյան, տեսեք մի հարց էր, ուրեմն տևական ժամանակ է, ընդ որում ակնհայտ է, բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությունը Ուժեղ Հայաստանը առաջին տեղում է ընդդիմության շարքերում արկանիշով եւ նաեւ այդ պատճառով չնայած Սամվել Կարապետյանը անհավասար պայմաններում է այսօր պայքարում, գերանհավասար պայմաններում մարդը չի կարողանում դուրս գալ քաղաքացիների հետ շփվել։ Այսօր հիստերիկացած քարոզարշավի ժամանակ արդեն տեսեք ինչ բառապաշար է օգտագործում կալուգացի սամո դու օտարերկրացի լրտես ես ընդ որում անուղեղ լրտես եւ այլն չես հասկանում ինչ ես անում հիմա ինքը օտարերկրացի լրտես է անվանում քաղաքացուն մարդուն կապ չունի հիմա հա ու հասկանում եք քան ժամանակ հələ որ հաստատված միակ օտարերկրացի լրտեսը արտգործնախարարն է Արարատ Միրզոյան հեսա արագած կդնի անունը հեսա հələ որ այսքան ժամանակ մենակ իր մասով է որ თუ ինչ որ թղթեր են ցույց տվել ասել են մեր ԱԱԾ-ի գործակալ լինելու բացատրել են որ դա Թուրքիայի լրտես լինելու ուժով է ու դրանից հետո կրկնում եմ չի եղել պաշտոնական հերքում մի անգամ որ ես պաշտոնապես հստակ հայտարարում եմ չեմ եղել չկամ եւ չեմ եղել երբեք Թուրքիայի որևէ հատուկ ծառայության կամ ուղակի կամ անուղակի գործակալ չի եղել նման պնդում նայեք ամբողջ խնդիրը որտեղ է էլի շատ པարզ թեմաներ են բայց տենց բան են ցույց տալիս քաղաքականացվածության օրինակն եմ ուզում ցույց տալիս շտաբում աշխատելու համար ասма փող են տալիս որ գան քվեարկեն մի երկու հատ པարզ հարց տամ ու հետո հասկանանք էլի դա ինչի մասին է խոսքը չեմ բացառում որ կարող է ինչ-որ առանձնահատուկ դեպքեր լինեն բոլոր քաղաքական ուժերի մոտ բայց այդ թվում նաև ամենաշատը իրենց մոտ բայց հիմա հետ գանք մեծ ամենակարևոր կենտրոնական հարցին շտաբում նախընտրական շտաբում երբ որ մարդ եմ ընդունում պետք է ակնկալեմ որ ինքը ինձ է քվեարկելու ինձ նկատի ունեմ իմ քաղաքական ուժին թե կարող է ասենք ես
բերեմ ես մեր հակառակորդ քաղաքական ուժից շտաբում մարդ ընդունեմ, որ ինքը պետք է գա մեր մոտ օգնի մենք, որ մենք գնանք ընտրությունները հաղթենք եւ պետք է ինքը բայց չօգնի մեզ։ Ակնհայտ է, չէ, որ եթե ես մարդ եմ ընդունում մեր շտաբում, ենթադրում է, որ այդ մարդը պետք է իմ 100,000 շավը տանի։ Բնականաբար։ Ակնհայտ է, որ ես պետք է իրեն աշխատավարձ տամ։ Ոչ միայն դա ակնհայտ է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համատեղ են հայտարարություն տարածել, որտեղ ասել են կուսակցություններին եւ նվիրատվությունները ինչ են եւ անվճար աշխատանքը նույնպես նվիրատվություն է։ Հիմա երբ որ ես փող եմ տալիս դրա դիմաց ոչ թե անվճար նվիրատվություն ընդունում, որ հետո պարզվի, որ հանկարծ դրանցից մեկն էլ պարզվի, որ կարողա նաև արտասահմանյան անձնագիր ունի կամ ուշադրություն չդարձնեմ, դառնա, որ օտարերկրյա նվիրատվություններ ունեցան կամ ինչ-որ խնդիրներ, աշխատավարձ ենք տալիս։ Մեծամասամբ առնվազն այն ձայնագրությունները, որ կան, խոսքը գնում է ձևակերպումների մասին, ձևակերպված փող ստացող աշխատողների մասին։ Ընդ որում, նախընտրական քարոզարշավի փուլում ֆոնդերը ինչքան փող կարող ես ծախսել ինչ նպատակի համար, օրենքով սահմանափակված են եւ դա կոնկրետ է, որ չեմ կարող անվերջ փող ծախսեմ։ Այսինքն այդ ինչ որ գումար վճարում եմ, դա մտնում է այդ ֆոնդի մեջ։ Բայց ո՞նց անենք։ Բայց պետքա դա խրող ձայնով, կողքը մի հատ վահան նկարենք, այն մեջի բուն կամ առույցը կախված որ մարմինն է տվել, կողքը դնենք քաղաքական ուժի անունը, ասենք այ այս քաղաքական ուժը ընտրակարշարք է բաժանում։ Ոնց, որտեվ գործի է ընդունել, որպեսզի գան շտաբում աշխատեն։ Լավ, բայց իրենց քաղաքապետը որ բաժանում է, որ լավ, ուրիշ բան չասեմ, հա, չեմ ուզում շատ հեռու գնամ։ Բան, իրազեկ վաների միավորում, ինչ այդ քաղաքացիների միավորում դիմում մատվել, գնացին ուսումնասիրեցին, պարզվեց, որ հիմքեր չկան։ Բանի, այդ դուր քաղաքապետները գյուղապետը։ Ընդհանրում դա շատ լկտի իրեն։ Շատ ավելի պարզ, շատ ավելի եկեղեցու դեմ հարձակումներու ընթացքում հիմա շատ ավելի պարզ է։ Մնացածին բան չկա, պրոցես չկա, բան չկա, արդեն կալանավորվածներ կան։ Լավ, նորից եմ կրկնում, այսինքն կալանավորում են նրանց, ովքեր ձևակերպում են աշխատող, օֆիցիալ, թղթով, այն ինչ որ դուք եք կռիվանում ինչ այսքան ժամանակ, ասենք տակից փող տանք, տակից բաժանվեր, չգիտեմ ինչ, կարող էլի քննարկման առարկա դառնալ։ Ընդ որում, ես լավ, sense շատ դիտավորյալ ձեռ առնի ոնց որ ժողովրդին, երբ որ ինքն է մտնում ընտրարշավ, բան մեկի տուն, ասում է դե տուն ենք եկել, դատարկ ձեռով չեն գալու, նվեր են բերել։ Ընտրության ժամանակ մտնում ենք մեկի տուն, ասում ենք եկել ենք, որ դուք մեզ քվեարկեք, ուզում ենք ձեզ քարոզարշավ անենք, դատարկ չեն գալու, նվեր ենք բերել։ Բայց բուլկի որ բաժանում նվեր ենք բերել է տոպրական մեջ էլ չգիտենք ինչ է։ Ու առնվազն խմիչքի մասին է, առնվազն այդ խմիչքն է մի քանի հազար դրամից հաստատ ավել է։ Այսինքն հարցը առաջանում լավ, այդ բան մեկը ասում է փող տվեք, ասում է եթե արգելված չի տվեք։ Այդ եթե արգելված չինել այդ ձևի համար ասեցինք, էլի։ Այսինքն լավ, այդ տեղ հանցագործություն չկա։ Այդ երբ որ ինչ որ գումարներ են բաժանում անհասկանալի պայմաններում հանցագործություն չկա։ Երբ որ այդ ամբողջ գործընթացն է տեղի ունենում, ոչ մի բան չենք տեսնում, բայց երբ որ աշխատանքի են ընդունում շտաբում աշխատելու համար, խնդիր են տեսնում։ Սա է, որ պետք է քաղաքացիները չվախենան, որովհետև մենք երբ որ անդադ ասում ենք պատերազմ ալինելու, բռնելու են, էս են անելու, պետք է չվախենան, որովհետև եթե վախեցան, հաջորդ ամեն ռաունդում վախը ավելի է մեծանալու։ Ավելի շատ բանից են սկսելու վախենան, ավելի շատ թեմաներ են ունելու։ Եվ հիմա մի հատ հարց էլ կա այստեղ, երբ որ մենք ասում ենք, որ պետք է պատասխանատու լինեն, ըստ էության առաջնորդները հիմնական ընդդիմության, այդ պոտենցիալ անցնող ուժերը, բոլորն էլ պատասխանատվության այս կամ այն զրկանքը իրենց վրա կրել են։ Ասենք հա ուժերից մի մասի առաջնորդները չէ, առաջին ցուցակի մի քանի հոգիները 30 հոգուց մի քանիսը առնվազն կալանավորված եղել են, ձերբակալված եղել են, պայքարի մեջ եղել են։ Ոչ մեկը չի թաքնվել, ոչ մեկի տանը, ոչ մեկը չի փախել։ Ինձ հարցս նաև հետևյալն էր, տեսեք, երբ որ ինքը օրինակ ասենք Սամվել Կարապետյանի մասին այսպես է արտահայտվում ու օտարերկրյա գործակալ է անվանում, նախ Սամվել Կարապետյանը կարող է կոնկրետ գործողություններ սկսել, հա, հայց ներկայացնել եւ այլն, հա, սրա դեմ, չգիտեմ, որովհետեւ կներեք, այս հիբրիդային պատերազմի շրջանակում հենց իրենք են տարածում այդ կեղտը, ասենք տանում են իրենց մեդիայում մեկին խոսացնում են, ինչ որ չգիտեմ, ՃԿԼԱՍ-ի ինչ որ մեկին մասնագետ է ներկայանում ու ասում է, գիտեք, ասում է, բանը 102-րդ ռազմաբազան փախցնելու է Սամվել Կարապետյանին։ Կեղտ են տարածում, որ իբր թե հասկանում եք 1000 ու մի ստել։ Հիմա պետքա քայլ արվի սրա դեմ, թե ոչ։ Ինչա պետք անել, ես էլի կդժվարանամ, որովհետև քաղաքական կոմպոնենտ կա, իրավական կոմպոնենտ կա։ Իրավականով կարող եմ ասել, որ կարող է քայլ արվի։ Քաղաքականով պետքա թե պետք չի, արդեն պետքա որոշվի քաղաքական գործընթացի տրամաբանությամբ։ Բայց այստեղ մի հատ շատ կարևոր արգումենտ կա, որի դիմաց այդ բոլոր փորձագետների կլասը չգնահատեմ ես, որովհետև բան չունեմ, հա, բայց ընդհանուր առմամբ մի հատ պարամետր կա։
Եվ այդ պարամետրը օպոզիցիայի ըստ էության համարյա բոլոր, ովքեր ինչ որ չափով եղել են հետապնդված, այդ հարցը բարձրաձայնել են։ Ասել են Ժողովուրդ ջան, դուք էլ դատարաններում ինչ ասեք փոխեցիք։ Էլ դատախազությունը ձեր քաղաքական պատվերը կատարում է։ Էլ փորձեցիք տակով, վրայով, դրսում, ներսում, ամենտեղ ինչ որ բաներ փնտրեցիք։ Էլ հնարավոր եւ անհնար ամեն ինչով նայեցիք։ Այսինքն վեց վերջերս հաստատվեց կուսակցություններից մեկի առաջնորդի արդարացվեց։ Մյուսի մասով պարզվեց, որ երկար քրեական գործեր գնում հակասահմանադրական հոդվածով, հիմա ինչ որ բաներ են մոգոնում, ինչ փոխենք, երբ որ նյութ չկա այդտեղ։ Մյուսի մասով քրեական գործը կոչ անելու համար մի նախադասության մեջ հայեր են հասկացող ցանկացած մարդ, մենք մեր ձևով ենք անելու ձևակերպման մեջ կարա հստակ ասի, որ կոչ չկա։ Չեմ ասում լավ բանի կոչ կամ ուղղակի այդ նախադասությունը կոչ չի։ Բայց այդ տնային կալանք, ինչ որ process-ներ, տնտեսական ինչ որ բաներ ավելացնեն, գնանք առաջ։ Մենք այդ լավ այլ երկրի լրտես գործակալ լինելը հանցագործություն է։ Հանցագործություն է։ Ու դա ինքնին սուտ մատնություն է։ Այդ որ տենց սուտ ասում ենք։ Լավ, ասում եմ մոտ ելա ձեր ձեռը։ Հիմա եթե ես ասեմ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, օտարերկրյա գործակալ է, հա, ես էլ եմ հանրային մարդ եմ, խմբագիր եմ եւ այլն, հա, միության նախագահ։ Ես ասեմ Նիկոլ Փաշինյանը գործակալը, կարող եմ նույնիսկ երկրները նշել կամ չգիտեմ տարբեր բաներ, դատական process են, չէ՞, սկսել քաղաքական հետապնդում ես կոմենտում, հա, ես սրամ ասում եմ։ Բայց կներեք, այս ամենաթողությունը արդեն, այս խայտարակ բանը ու նայում եմ ԵԽԽՎ պատվիրակության գրած զեկույցը, հա, խայտարակ զեկույցը։ Ես հասկանում եմ ինչ են նկարելու, ինչ են փորձելու անել։ Դե եթե պետության նախագահան ասում է մենք այս մի տեխնոլոգիային ենք աջակցում, հետո ասում են, բայց դա միջամտություն չի, ասում եմ, դե բաց եմ աջակցում, դա միջամտություն չի։ Այստեղ ես արդեն խնդիր եմ տեսնում եւ ես էլ եմ ասում, ես կողմ եմ, որ Հայաստանը ունենա նորմալ հարաբերություններ բոլոր հարևան եւ ոչ հարևան պետությունների հետ կարգավորված նորմալացված։ Ես դեմ եմ, որ Հայաստանի ընտրությունների միջամտի որևէ մեկը բաց, փակ, տակով, վրայով։ Ես դեմ եմ։ Հա, բայց հիմա եկեք նույնիսկ նշարին դրենք։ Ով է ավելի շատ ում համար են արել միջամտությունը։ Հիմա դրա համար ես հիմա այդ գալով էլի, այսինքն դրա համար ես ունեմ հետեւյալ խնդիրը։ Նորից այդ արգումենտը, երբ որ պետության իշխանության ներկայացուցիչը ինչ որ մեկին մեղադրում է հանցագործ լինելու մեջ, բայց դրան չի հաջորդում համապատասխան քրեական գործընթաց, ընդ որում հաջորդում չէ, նախորդում իրականում, ոչ թե հաջորդում։ Դա ակնհայտորեն պատասխանատվության ենթարկելու հիմք է։ Դա կլինի քաղաքական, իրավական եւ այլն։ Այսինքն դա որովհետեւ ակնհայտ է, եթե ունենք մենք հանցագործ Հայաստանի Հանրապետությունում, կապ չունի ինչ հանցագործ։ Ես որպես քաղաքացի կարամ ակնկալեմ ոչ թե որ դու գալու ես ամբողջ դրա մասին խոսես, այլ միջև քո այդ խոսելը պետք է գործընթացներ լինեն։ Եթե այդ գործընթացները չկան, ուրեմն քո խոսածը սուտ է։ Բայց քանի որ այդ խոսացողը ինքը սուտասան է, ի սկզբանե ես գիտենք որ սուտասան է, հետեւաբար չեմ էլ ակնկալում որ ինչ որ գործընթաց պետք է լինի, որտեղ սուտասան է խոսողը։ Սա կարևոր է որ մենք հասկանանք որ սա սուտասան է, սրանից սպասելիք չկա։ Բայց եթե սպասելիք չկա, դա չի նշանակում որ պետք է ասենք լավ շարունակենք իրան քվեարկենք, ոչինչ, թող սուտասան ավել լինի։ Ֆունդամենտալ խնդիրը որ պետքա սուտ ասելը քաղաքական կոնտեքստում վերանա։ Մենք ոնց որ նորմալացրել ենք, ասում են քաղաքական գործիչները այդտեն սուտ այդ խոսում նորմալ է, դա այդտեն ոնց որ այդ վատ պաշտոնա, այնտեղ բարոյականություն չկա։ Իրականում քաղաքականությունը պետքա լինի կոնկրետ բարոյական, որովհետև դա մեր բոլորիս կյանքի հետ է առնչվում։ Մեր բոլորիս փողերը կառավարող մարմինն է, մեր բոլորիս բյուջեն կառավարող հարցն է, մեզ բոլորիս կյանքի հետ կախված հարց է, մեր բոլորիս զարգացման պետական բյուջեն է օգտագործում իր քարոզչության նպատակներով, Եթե հիմա հմեկով ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածվում, հմեկով բաներով ուժեղ Հայաստանի մասին ասեցիք, Նարեկ Կարապետյան ցույց էր տվել վիդեոները ուղղակիորեն։ Այո, ցույց էր տվել։ Հիմա եթե հմեկով ակնհայտ սուտ տեղեկատվություն է գնում, այսինքն մի հատ ալիքով, որը ես եմ ֆինանսավորում, որը դուք եք ֆինանսավորում, այո, մեր հարկերով է ֆինանսավորում, որտեվ 168 EM-ը ես չեմ ֆինանսավորում այդ իմաստով, հա, ես կարող եմ ինչ-որ միտեղով ֆինանսավորեմ, չֆինանսավորեմ, բայց մասնավոր կազմակերպություն է, որը ունի իր ֆինանսական աղբյուրները, թափանցիկ է, պարզ է, բայց ֆինանսավորվում է համապատասխանաբար այն անձանց կողմից, ովքեր ուզում են ֆինանսավորեն, ունկնդիրներն են, դա կլինի ինչ-որ բաները։ Հմեկը ինձ ոչ մեկ չի հարցնում, ին վճարած հարկերից գումարը վերջում տալիս են հմեկին։ Եվ եթե մեկը երբ որ ապա տեղեկատվություն է տարածում քաղաքական process-ների ուժերի գործընթացների մասին, սա ինքնին արդեն հանցագործություն է։ Հիբրիդային պատերազմ չի սա, այլ բաց պատերազմ է, ինչ ասեմ ձեզ, սա
անհամարժեք չի։ Սա այսինքն կառավարությունը օգտվում է բյուջեից, կառավարությունը օգտվում է դրսի գործընկերներից։ Պոտենցիալ Ռուսաստանը վարչական լծակներից ամեն ինչ։ Եվ Ռուսաստանը եւ մնացած բոլորը հիմա ինչքան է խոսեն այս մեկին աջակցում է մյուսին, հիմա լավ 21 թվականին ում աջակցել կարանք նայենք էլի, այսինքն ակնհայտորեն մեր հայ ժողովուրդը պետքա անկախացման համար պայքար տանի այս ընտրություններում եւ ընտրի քաղաքական ուժերին։ Եվ ամենակարևոր մի հատ հանգամանքն էլ, որ այնա անդադ տես լսում եմ խոսում են, քիչ են միավորվում, պետք է չմիավորվեն, որովհետեւ էլի վերադառնում եմ սահմանադրությանը։ Մենք պետք է սովորենք պարլամենտարիզմին։ Պարլամենտարիզմը ենթադրում է, որ իրարից կարող են տարբերվել Եվ դա լավ է։ Եվ դա լավ է։ Ընտրելու տարբեր հնարավորություն կա, տեխնացուներ կան, առնվազն 4 տեխնացու կան, որոնց կարող են ընտրել։ Եվ դա կբացառի, շատ կարևոր է, հետագայում ԿՊԱ-ացումը, որովհետև մենք միշտ ունեցել ենք դոմինանտ քաղաքական ուժ, մինչև 15 թվականի սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը, երբ որ այդ մեծամասնականը դուրս եկավ, դա մեծամասնականը միշտ վերջնական թվերում շեղում էր։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ քաղաքական ուժերից ոչ մեկը ընտրությունում 40%-ից ավել չի հավաքել ձայն, եւ դա լավ է եղել։ Պարոն Օրբելյան, վերջում մի հարց էլ, հա, քանի որ խոսեցինք նաեւ Ռուսաստանից։ Արդյունքում պետքա չվախենալ, որովհետեւ քաղաքական ուժերի բազմազանությունը գաղափարական որոշակի հիմքի որոշ հարցերով միասնական լինելով բերելու է արագ զարգացման։ Մենք շատ ենք խոսում, որ տարբերակումը diversity-ն, հա, այսպես ասած, որ բերում է զարգացման, բայց մենք չգիտեմ ինչի ուզում ենք որ այստեղ մի հատ լինի, ընդ որում այդ մի հատի մեջ էլ է մի հատ, որովհետեւ մի հոգի է որոշում։ Այսինքն ընտրելու տարբեր հնարավորություններ ունի։ Վերջում մի բան էլ, հա, Պուտին-Փաշինյան հանդիպման հետևանքները դեռ չգիտեմ ինչպես ենք տեսնելու եւ արդեն սրվում է կոնֆրոնտացիայի դրսևորումները ակնհայտ են, ընդ որում Ռուսաստանից արդեն տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր պաշտոնյաներ, ընդ որում բավական բարձրաստիճան շատ կոշտ ռետորաբանություն են օգտագործում։ Հիմա Պուտինը ասաց, պետք է ընտրեք, չեք կարող գնալ եւ ԵՄ եւ ԵԱՏՄ, այստեղից արդեն խրոխտ բաներ են հնչում, մենք ադրբեջանական գազ կօգտագործենք, ադրբեջանական ցորեն կօգտագործենք, չգիտեմ, մեզ պետք չի դա, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է եւ այլն։ Մենք տեսնում ենք գնում են սրման։ Ես ուզում եմ հասկանալ, հա, մասնագետները բացատրում են, եվրոպացիները բացատրում են, այլազգիները, օտարերկրացիներ բացատրում են, որ Եվրամիությունում ոչ միայն ձեզ չենք սպասում, այլև չեն սպասում, դրա հնարավորությունը չկա։ Եթե նույնիսկ այսպես հեռանկարում լավագույն սցենարով դուք լինեք, մի 30 տարի դա կտևի այդ process-ը, եթե նույնիսկ հիմա, բայց սրում են եւ այստեղ ԵՄ գավաթնաժողովի ժամանակ հստակ Ուրսուլա ֆոն դեր Լայենները, բաները, գծերը դրեցին, այսինքն Փաշինյանից պահանջում են, հա, հստակ բան, դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ։ Սրա հետևանքները։ Հայք, աշխարհի քաղաքական միջազգային դիվանագիտական դաշտում կդժվարանամ էլի գնահատեմ քաղաքական կոմպոնենտը։ Ակնհայտ է, որ երկու միության անդամ միաժամանակ չեն կարող լինել, ուղղակի որովհետև ուղղակի հակասություններ կա, ընդ որում ոչ քաղաքական, իրավական հակասություններ կա, միակ տարբերակը երկու միությունների մեջ լինելու է, եթե երկու միությունները իրար հետ հարմոնիզացվեն այն աստիճանի, որ դու կարողանաս մոտավորապես լինել։ Հա, բայց մենք կարողացանք սեպայով քաղաքական ու տնտեսական առումով անջատված աշխատել։ Միակ տարբերակը դա երկուսի այնպիսի հարմոնիզացիան է, որպեսզի դու լինես կամուրջ։ Իմիջիալից դա հնարավոր սցենար է եւ կան քաղաքական շրջանակներ եւ Եվրոպայում եւ Ռուսաստանում եւ Արևելքում, ովքեր տեսնում են այսպես կոչված այդ ամբողջական միասնական Եվրասիայի տնտեսական տրամաբանության մեջ։ Դա չի նշանակում Եվրասիա որպես մեկ միասնություն, բայց որոշակի հարմոնիզացիայի դա շուտ հնարավոր է, որում ես գերմանացի գործընկերների հետ էի խոսում, ովքեր այդ գաղափարը ունեն, մի 10 տարուց ավելի տանում են, որովհետև Ռուսաստանը անկախ ամեն ինչից իրենց համար շարունակում է մնալ մեծ կարևոր գործընկեր, հիմա սանկցիաներով սահմանափակված, բայց ինքնին այդ համագործակցությունը կարևորություն ունի նաև Եվրոպայի տեսակետից, որովհետև Եվրոպան այս պահին չեկրտավոր ասած ոտատակ ընկնելու շատ մեծ ռիսկ ունի, որտեղ ամերիկացիները առանձնապես առնվազն Թրամփի մոտեցումը Եվրոպային բավականին համահրանքով է, կոշտ է, շատ կոպիտ է, եթե Ռուսաստանը բավականին խնդրահարույց դաշտում է։ Հիմա ես բենց ասեմ, ռուսների գործողություններն ու ասածները չեմ ուզում գնահատեմ,
21 թվականին իրենք են աջակցել ընտրությանը, իրենք են փորձել ինչ-որ գործընթաց անել, փորձել են Հայաստանի հետ ինչ-որ հարաբերություններ կարգավորել, կարգավորել չէ, դրա շրջանակներում ձևավորել, դրա պտուղներն են քաղում, ինչ ասեմ, դա է, ունենք այն ինչ ունենք։ Ես ընդհանրապես ասում եմ, որ իհարկե ցանկացած երկիր կարա գազնել, ուրիշ տեղից բերի կարա առանց գազել ապրի, հիմա կարանք մրցենք վերջի վերջո ոչ մեկը բան չի ասում։ Ինչպես ասեց ամերիկացի դիվանագետը։ Հիմա խնդիրը ընդհանրապես հետեւյալի մասին է։ Ցուրտ ծմերներ անցկացնի հայ ժողովուրդը։ Խնդիրը ընդհանրապես հետեւյալի մասին է։ Կան արտաքին գործոններ, օրինակ կա Ռուսաստանի Դաշնություն, կա Իրանի Իսլամական Հանրապետություն, կան Թուրքիան, Ադրբեջանը, կա Եվրոպական միություն, ընդ որում դա միասնական մի հատ ամբողջական կենտրոնական մի հատ ամբողջ բան չի, տարբեր երկրներ ունեն տարբեր դիրքորոշումներ։ Եվ դրանք օբյեկտիվ իրականություն են, որտեղ այսօր Մակրոնն է վաղ ընտրություններում մի տարի հետո ուրիշ մարդ ալինելու, չգիտեմ, այս մի երկրում մեծ մի հոգին է ընտրվել, մյուսին ուրիշ է ընտրվելու, այս վերջերս բանում Հունգարիայում փոխվեց իշխանությունը քաղաքական բավականին կտրուկ փոփոխությամբ արտաքին քաղաքական եւ այլն, այսինքն սա մի հատ գործընթաց է, որը միշտ լինելու է։ Եվ մենք այս գործողությունները ոչ պետքա մեզ դուր գա, ոչ պետքա մեզ դուրս չգա։ Մենք դա պետքա ընդունենք որպես օբյեկտիվ իրականություն։ Կա, հիմա մեզ դուր է գալիս Ռուսաստանը, թե դուրս չի գալիս, դուր է գալիս Ֆրանսիան, թե դուրս չի գալիս, դուր է գալիս Ամերիկան, թե չի, իրանք կան, մեր դուր գալուց դրանք չեն փոխվելու կամ չեն ուրիշ բան չեն անելու։ Մեր ընդհանրապես խնդիրը իրենց հետ հարաբերությունները այնպես կարգավորել, որպեսզի հայկական շահի տեսակետից օպտիմալ արդյունք ունենանք։ Դա դիվերսիֆիկացիա պետք է, իհարկե պետք է։ Բայց Փաշինյանը այս աջակցությունը, որ ստանում է, խոստումի դիմաց է, չէ՞։ Մենք ամենամեծ ֆունդամենտալ խնդիրն ենք նորից կորցնում աչքի առաջից։ Այս գործող իշխանության խնդրեմը ոչ աշխարհաքաղաքական է, ոչ քաղաքական է, ոչ մի բան։ Սա ուղղակի դիտավորյալ Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հիմքը քանդելուն ուղղված գործողություն է։ Հիմա կբացատրեմ։ Հետևաբար դա նշանակում է թշնամի, չէ՞։ Դե ես մի անգամ չեմ ասել, էլի դրա մասին։ Այսինքն որ թշնամին է Հայաստանի։ Ամբողջ խնդիրը որտեղ է, երբ որ մենք ասում ենք, այ ռուսները սենց արեցին, ռուսները նենց արեցին, կամ ամերիկացիները սենց արեցին, կամ նենց արեցին, կամ ֆրանսիացիները սենց արեցին, նենց արեցին, թվում է թե արտաքին քաղաքականությունը նենց մի հատ հերու բան է, որի մեջ ինչ-որ նենց նյուանսներ կա, մի հատ ճիշտ խոսացի, սխալ խոսացի, ինքը լավներ ինքը վատներ։ Ցանկացած քաղաքական ոլորտ, մեր քաղաքական, միջազգային դիվանագիտական, այսինքն հիմա բերենք բան, տնտեսական զարգացում, դատաիրավական բարեփոխումներ, գյուղատնտեսության ոլորտի զարգացում, քաղաքաշինություն, տրանսպորտ, կապ, բոլոր ոլորտները վերցրեք, ցանկացած ոլորտ ինքը ունի քաղաքական կոմպոնենտ։ Այդ քաղաքականությունը ոչ թե լավի վատի հարց, այլ դու պետք է կարողանաս քո ճիշտ մասնագետներ ունենալ այդ ոլորտում, այդ մասնագետներին զարգացնել, խրախուսել, առաջխաղացնել եւ այդ մասնագետները ձևավորում են ինչ-որ ինստիտուտներ, որտեղով դա աշխատում է։ Երբ որ դու քանի հատ արտգործ նախարար փոխեցինք միջևս, մի 4-5 հոգու իրար վերա տենց արագ-արագ փոխեցին։ Գլխավոր շտաբի պետք քանի հոգի ենք փոխել, մի քանի հոգի ենք փոխել։ Նախարարները իրար հետևից փոխում են, ընդ որում այդ նես չի որ ինչ-որ շարունակականություն կա, տենց ուղղակիորեն, տենց մի օր այսօր որոշեցինք, այս մի հոգուն ստեղից կհանենք, ուղարկենք այնտեղ, ու դա մեկ ընդհանուր քաղաքականության մեջ էլ չի, որովհետև նույն ձևի մենք փոխում ենք մեր քաղաքական կողմնորոշումները, ձևակերպումները, մոտեցումները, ընկալումները։ Դրա համար մենք արտաքին քաղաքական դաշտում հաջողություն չենք ունենում ինչի, կամ չենք ունենալու ինչի, ինչքան էլ էստե ժողով է եղել եւ ակնհայտ սուր բաներ են խոսում դրսից եկածներ, իրանք իրանց երկրի մասին։ Մակրոնը չի հարգում Ֆրանսիան։ Եվ դրա համար 27 թվականին հավանաբար չի էլ ընտրվելու, չի հարգում, որովհետև հավանաբար որ նախայտարակ ռեյտինգ։ Որովհետև ինքը չի կարող ընտրվի, որովհետև ինքը եղել է երկու անգամ, բայց ինչի, որովհետև ինքը չի հարգում իր երկիրը, որովհետև իր երկրի իրեն նախորդ 3 նախագահները եղել են այդ թվում նաև պետական հայցով Հայաստանում, ասում եմ մինչև հիմա չէր գա ոչ մեկը։ Լավ ֆրանկոֆոնիան, որը եղավ արդեն 18 թվականի աշնանը, պլանավորվել էր 16 թվականից։ Ֆրանկոֆոնիան հո սրանց բանա չէր։ Ուղղակի իրանք այսպես ասած պտուղները քաղեցին, բայց նախկին իշխանություններն էին սաղ պայմանավորվել։ Դա նշանակում է, որ այսինքն եթե մարդը իր երկիրը չի հարգում, իր երկրի նախկին որոշումները չի հարգում, ինքը իր անցյալն է մոռանում եւ այլն, դրա համար էլ այստեղ իրար հետ լավ աշխատում են։ Բայց ես նորից վերադառնամ իմ կարևոր հարցին։ Մեր խնդիրը ոչ որտեղ պարբերաբար այստեղ ծուղակ պարունակող հարց է, ինչ է կանելու այս երկրի հետ։ Այսինքն ինչ է կանելու Ռուսաստանի հետ, ինչ է կանելու Ամերիկայի հետ, ինչ է կանելու։ Չէ, չեմ ասում ինչ է կանելու։ Դες չէ, ընդհանուր եմ ուզում ասեմ, ինչ է կանելու ռուսների հետ, մեկը որ ով էլ գա ռուսները նույնն են լինելու, չէ։
Ռուսները նույնն են ելնելու, ռուսների հետ աշխատանքն է փոխվելու։ Դու պետք է ունենաս նորմալ դիվանագիտական։ Ես դա հասկանում եմ, պարոն Նորբելյան, խնդիրը այն է, այս եվրոպական աջակցությունը, հիմա ընդ որում դա Եվրոպան չի արտահայտում, հա, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, իրանք եվրոչինովնիկներ են, որոնք ունեն որոշակի շահեր։ Քաղաքական կառուցվածքի ինչի համար են աջակցում Փաշինյանին, որ ինչ անի։ Կրկնակին աջակցելու է նոր իշխանությանը, երբ որ Փաշինյանը չլինի, որովհետև իր հետ եթե դու ճիշտ ես աշխատում, ինքը քեզ կրկնակի աջակցելու։ Ես եղել եմ փոխնախարար 13 թվականին, երբ որ Հայաստանը մտել է ԵԱՏՄ, տևել է 2 ամիս, դե շոկը, որ ոյ չենք անելու, ինչ եղավ, հաջորդ օրվանից սկսել են կրկնակի աջակցել։ Կրկնում եմ։ Հա, բա իհարկե պիտի աշխատեն ով էլ։ Դե հիմա չէ, ամբողջ խնդիրը որտեղ է։ Սա մենք ախր ընդունում ենք, որ այնտեղ ինչ որ մեկը կա, ինքը ամեն ինչ որոշել է, ինքն է որոշում։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը որոշում է այնքանով, ինչքանով դու կարողանում ես աշխատել եվրոպական առանձին երկրների, եվրոպական միության կառույցների եւ եվրոպական ժողովրդի հետ։ Դու աշխատելու լիք գործիքներ եւ տեղեր ունես, բայց դա դու կարաս անես մենակ մի դեպքում, դա մենակով չի։ Դա դու պետք է ունենաս նորմալ արտգործնախարարություն։ Ունենք Սփյուռքի նախարարություն, որը կարգավորում էր բավականին լուրջ հարցեր, Սփյուռքի նախարարության փոխարեն հանձնակատարի գրասենյակ բացեցին։ Ինչի, որպեսզի կարողանան ոչ Հայաստանի քաղաքացուն ընդունեն աշխատանքի, որովհետև հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից, հա, ենթադրում եմ։ Այսինքն նմանատիպ հարցեր է։ Պետք է դու ոչ թե ասես, այս մարդուն ստեղ բերենք, այն մարդուն տեղ բերենք, այն մարդուն տեղ բերեք, այլ չէ, ունենաս նորմալ կառուցվածք, նորմալ ստրուկտուրա։ Որ հիմա Սամվել Կարապետյանից եք օրինակը բերում, բանտում նստած 1 միլիարդով ավելացել այդ մարդու գումարները։ Ինչի է ավելացել, որովհետև կարողացել է ստեղծի համակարգ, որը աշխատել է։ Երկրորդ նախագահի մասին ենք խոսում, իր ժամանակ ստեղծված համակարգը աշխատել է արդյունավետ բավականին լուրջ խնդիրներ լուծելով, հա, թունել են բացել, կամուրջ են բացել։ Հիմա կասեն դե սովետի ժամանակ էր սկսվել։ Հա, թունելի բանի, մետրոյի թունելի բանը Թունելը բացված է, քիչ է կարողանում մի հատ կայարան բացել։ Օրինակ, Աջափնյակը, ամերան ասելով Աջափնյակ։ Հիմա դրա բանա գլոբալ բաները։ Գագիկ Ծառուկյանի մասին են խոսում, հա, Գագիկ Ծառուկյանը, լավ, այդ մարդը եւ հետապնդվել է, ընդ որում նախկին ներկայ իշխանությունների ժամանակ էլ տարբեր փուլերում եւ եղել է իշխանությունը, բիզնեսը զարգանում է։ Իդեալական են թե չէ։ Պայմանական Արման Թաթոյանի մասին ենք խոսում, եղել է օմբուդսմեն, կարողացել է հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետությունը որպես նմուշ է կիրառվել խոշտանգումների դեմ պայքարի այդ CPT-ի շրջանակներում օմբուդսմենի գրասենյակը արդյունավետ աշխատել է բավականին ինտենսիվ չքաղաքականացված, բայց բավականին ինտենսիվ միջամտություն ա բերել այն դեպքերում, երբ որ մարդու իրավունքների խնդիր ա եղել։ Մի շարք այլ քաղաքական ուժեր կան։ Հավաքհսկայական գործընթաց Երուսաղեմի հետ կապված։ Մի հատ չէ, եւ դրանից հետո շարունակել է այդ աշխատանքը։ Մենք ունենք 2-3 այլ քաղաքական ուժեր, ովքեր հետագայում հնարավոր է կարողանան բավականին լուրջ արդյունք տալ։ Այս պահին դեռևս ես չեմ տեսնում նրանց ակտիվությունը, բայց տեսնում ենք բավականին հետաքրքիր ընտրապայքար, ասենք ոչ ստանդարտ գործիքներով, հա, ասենք նույն բանը ոչի այդ ամբողջ կոնցեպտը հիմա ես ինչքան էլ չկիսեմ այդ գաղափարախոսությունը չեմ կարող չընդունեմ որ բավականին հետաքրքիր այսպես կոչված պարտիզանական մարքեթինգի գործիքներով բավականին արդյունավետ աշխատում են եւ մենք ունենք այլ ուժեր ովքեր բացեի բաց ունեցել են ժամանակին այդ գործիքակազմերը եւ այսօր այդ գործիքակազմերը չեն օգտագործել հնարավորություն ունեն դիմեն ՍԴ որպեսզի համանդրական դատարանի այդ հեղաշրջումը տեղի չունենա չեն իրականացրել հնարավորություն ունեին ժամանակին որոշ մարդկանց ձեռքը բռնել չեն բռնել այսինքն մենք տեսնում ենք կարևոր է հասկանալ ինչ ես ունեցել ինչ ես արել եւ արդյոք դու պատասխանատվություն փորձել ես կրել թե փորձել ես խուսափել պատասխանատվությունը նկատի ունեմ դրական իմաստով ես հիմա դրա համար ասում եմ քաղաքացիները կարող են ընտրություն կատարել են ուժերի միջև, ովքեր ունեն անցողիկ ռեյտինգներ, ովքեր տեսնում են, որ անցնում են, այն ուժերը, ովքեր չունեն անցողիկ ռեյտինգներ, դրանց ես խորհուրդ չեմ տալիս ձայն տալ, որովհետև այդ նույնն է ինչ որ չգնալ ընտրության, բայց դա չի նշանակում այդ գաղափարախոսությունը չպետք է զարգացվի, չեմ ասում, որ այդ մարդկանց չպետք է աջակցել։ Հա, բայց միևնույնն է, նախորդ ընտրությունների համեմատ արդեն ունենք 4 քաղաքական ուժ պակաս։ Նախորդին, եթե չեմ սխալվում, 23 քաղաքական ուժ ա եղել, այստեղ 19-ն է։ Այսինքն փոշիացման տոկոսը 1 ա, որ ավելի փոքր ա լինելու։ Նախորդում եղել են էլի ոնց որ ավելի փոքր ուժեր էին եղել, բայց ուժեր կային, որոնք էլի ավելի բաղավակելու հնարավորություն ունեն, հիմա դրանց տոկոսը էլի է պակասել։ Այսինքն արդյունքում այսօրվա եղած ստատիստիկ տվյալներով, ինչքան էլ մի հոգին ասում է, սրանք պետք է չանցնեն, ակնհայտորեն 2 անցնելու են մինիմում 2, ասում վատագույն սցենարով, հա։ Ըստ բաների 4-ն անցնել։ Չէ, ես ասում եմ 100%-ն էլ որ նկարեն գրեն իրանց անունով,
Սահմանադրությունը երաշխավորում է մեկավոր։ Իսկ իրականում 4 տեն անցնելու ավելին վերջին տվյալները ցույց են տալիս, որ ինքը առաջին տեղը չի լինելու։ Փաշինյանը։ Հա, որովհետև մինչև հիմա եղել է այն մոտեցումը, որ ինքը լինելու առաջին տեղը, բայց 50-ից ավել չի լինելու, դա հաղթանակ չի էլի, այսինքն ըստ էության հիմա մեծ հավանականությամբ ինքը նաև առաջին տեղը չի լինելու։ Իր բոլոր վարչական ռեսուրսով, որովհետև այդ վարչական ռեսուրսի ներքին մարդիկ արդեն զզվում են։ Զզվում են, թիկնապահի դեմքը նայեք։ Թիկնապահը։ Եվ ոչ միայն զզվում են, վախենում են, իրանք իրանցից ամաչում են, իրանք չեն ուզում այդտեղ Երևան, իրանք չեն ուզում դրա կողքը Երևան, որովհետև իրենք հասկանում են, որ դա հակապետական գործունեություն է, բայց այստեղ շատ կարևոր մի հատ բան եմ ուզում ես հղում անեմ։ Են բոլորը ովքեր ասում են աշխատանք են կանում, գործ են կանում, էս են կանում, թող լավ պատկերացնեն նաև հետեւյալը, որ եթե իրենք հանձնարարի մեկին գնան սպանեն, մեկին խոշտանգեն, մեկին բռնեն ապօրինի, չգիտեմ, ոտերը սողոցով կտրեն, իրանք դա անելու են թե չէ, ասելու են դե հերքը չենք անելու, բայց նույնն է։ Ապօրինի դատապարտելը, ապօրինի քրեական գործ պահել, մարդուն կալանքի տակ պահելը, ապօրինի մարդուն փորձել սնանկացնելը, ունեզրկելը, այդ ամբողջը էությամբ նույնն է, հանցագործությունն է։ Բայց մյուս կողմից էսել ասեմ, ու շատ կարևոր է, որ մենք նաև այս հետ ընտրական փուլում փորձենք իրականացնել սահուն իշխանափոխություն, դրա համար շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը նաև պատրաստ լինեն եւ նաև ԿՊ падգամավորները պատրաստ եւ հակված լինեն, հասկանալու, որպեսզի պատուհասը չկա, չարունակի ինչ որ երկրի վրա նոր խաղեր տալ, ինչ որ ապուշտություններ անել, փորձել իշխանությունը ժողովրդի զավթել, պահել իրեն, փորձեն իրականացնել գործընթաց, որպեսզի ամսի 8-ին, 9-ին, 10-ին, չգիտեմ, որ օրը կլինի, տեղի ունենա իշխանափոխություն։ Չսպասվի մինչև օգոստոս իմպիչմենտի գործիքակազմով։ Պետք է դրան Պարտադիր պետք է պատրաստ լինել։ Մենակ փողոց չէ, այդ ընտրության հաջորդ օրը դա հնարավոր է նաև փոքր փողոցով, բայց պարլամենտով դա անել, որովհետև падգամավորները, ովքեր առնվազն հիմա ԿՊ-ում հասկանում են, որ իրենք պատանդի կարգավիճակով են, պետք է պատրաստ լինեն, չսպասեն, որպեսզի երկրի վրա նոր ռիսկեր չավելանան։ Շնորհակալ եմ, պարոն Օրբելյան, հարգելի հետևորդներ, Նիկոլ Փաշինյանը մարզային իր այցերից մեկի ժամանակ այսօր նաև ձեզ դիմելով ասում էր, այս խաղաղությունը 9 ամսական երեխա է, պետք է փայփայենք, խնամենք այս 9 ամսական երեխա խաղաղությանը, որ ապրի։ Այս հիշում եք, չէ՞։ Հիմա հիշեք 22 թվականի ապրիլի 26-ին Սոնա Մնացականյանի դեպքը։ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասությունը հղի կնոջը 31 շաբաթյա հղիությամբ կնոջը վրաերթի ենթարկեց եւ մահացան կինը Սոնա Մնացականյանը եւ երեխան, հա, որևէ մեկը կալանավորված չէ, հա, Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, «Էթո ես չեմ»։ Վարչապետի ավտոբուսներ։ Մի հատ էլ ես ուզում եմ շատ կարևոր է, որ դրանից հետո ոչ մի դաշ չքաղեցին եւ այս վերջին այցերի ժամանակ էլ վարչապետին ուղեկցող ավտոբուսը հարվածեց մեկ այլ ավտոմեքենայի, որի մեջ կրկին զոհեր ունեցանք։ Այնպես որ երբ որ նա խաղաղությունը համեմատում է 9 ամսական երեխայի հետ, հիշեք, Սոնա Մնացականյանի երեխան հղի կնոջ երեխան 31 շաբաթյա էր։ Իմ զրուցակիցներ կոնցերտ դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր միջազգային իրավունքի մասնագետ փաստաբան Արամ Օրբելյանը, կհանդիպենք։